Ընդմիջում է, ինչ եք ուտելու։ Ես խորոված եմ ուզում։ Ես այնքան սոված եմ, որ մի ամբողջ հավի գրիլ կուտեի։ Ես գրիլ իշխան կուտեի։ Հավիդոշ գրիլի մեջ։ Ես խորովածով բրդուճ։ Գրիլ Էքսպրեսը հնարավորություն են ձեռում նաև պատվիրել գրիլներ արտերկրից Հայաստան։ Դուք աշխատեք, իսկ մենք կրակենք համեղ ընդմիջում ձեզ համար։ Մատաղլն են ձեզ այս երկու ժամվա ընթացքում առավոտը շանթում ամբողջ ազնագազմը հանձինեց Վարդուհի Ալեքսանյանի եւ Սերգեյ Դանիելյանի բարև ձեզ սիրելիներս։ Ինչու ես խոսում բարձրախոսով չեմ հասկանում։ Բարև սիրելիներ, աշխատանքային շաբաթվա ամենաշոկ առավոտն առաջարկում ենք սկսել միասին օգտակար խորհուրդներով լավ տրամադրությամբ իհարկե ձեզ հետ միասին։ Շոկ ասեցիր բրծար, երեք 39 աստիճան շոկ է եղել սիրելիներս, այո, շատերը հալվել են, բայց այն ով որ չի հալվել, հետևեք խնդրում եմ մեր հետաքրքիր հաղորդմանը եւ երկու ժամվա ընթացքում ձեզ լավ կզգաք։ Եղանակի մասին դեռ կխոսենք, որովհետեւ եղանակը մի փոքր էլի է բարձրանալու դիմացեք։ Իսկ արժանինքները, որոնք մենք գնահատում ենք ուրիշների մեջ, հավասարապես պատկանում են նաեւ մեզ։ Մենք նկատում ենք միայն այն, ինչ ունենք ինքներս։ Բայց սիրելիներս դրա համար, եթե անգամ վատ կողմեր եք տեսնում ձեր դիմացինի մեջ, մի քիչ մտածեք, ուրեմն այդ վատ կողմերը ձեզ շատ հոգի հարազատ են, դրա համար էլ հենց տեսել եք։ Ասում հնարը դիմացիդ մեջ միշտ ես լավ կողմը, որտեղ վատը հենց ինքն էլ ցույց կտա։ Այո։ Մի նկատիր։ Այո։ Լավ, այս կանոնով առաջնորդվենք առաջ եւ սկսենք օրը միասին լավ տրամադրությամբ ձեզ հետ իհարկե։ Սովորաբար մարդն աշխատում է շաբաթական միջինը 45 ժամ, որից 17 ժամը անարդյունավետ եւ վատ է աշխատում։ Ես առաջարկում եմ այդ 17 ժամը ուղղակի լավ բաներ անել, չգիտեմ, ասենք արևածաղիկ չրթել եւ թքել պատուանից։ Ասենք, չգիտեմ, բան խաղալ, ինչ որ կոմպյուտերային խաղ խաղալ, քորել գլուխը կամ ոչ միայն գլուխը, մի խոսքով մի բանով զբաղվեք, այդ 17 ժամը ինչ եք վատնում։ Ները վստահեցնում եմ, որ հետևելով մի քանի բարդ կանոնների կարելի է ժամանակը ճիշտ օգտագործել եւ ամենևին էլ չավելացնել հոգնությունը, հենց հոգնության մակարդակը։ Այո, հոգնության մակարդակը շատ է բարձրանում եւ որ այսքան սարսափելի շոկ է, սիրելիներս, ոչ պարկեք օթորակիչների տակ եւ հետո թոքերի բորբոքում ստացեք։ Եվ այսպես առաջին նախապայմանը տրամադրությունը վերահսկողության տակ պահելն է։ Պետք է հիշել ոսկե կանոն, ինչպես օրը սկսեք, այնպես էլ կանցկացնեք։ Այո, ես յովին համաձայն եմ այդ կանոնի հետ, որով ինքս բազմից փորձել եմ ինքս իմ վրա։ Հենց որ լավ եմ անցկացնում, լավ է անցնում, իսկ քանի որ ես միշտ լավ եմ անցկացնում, որով դեզ հետ եմ անցկացնում, ուրեմն լավ է անցնում։ Օրը հանգիստ ու խաղաղ սկսելու դեպքում մի քանի անգամով մեծանում է կենտրոնացվածությունը եւ հոգեբանները նշում են նաեւ, որ երջանիկ մարդիկ առավել արդյունավետ են օգտագործում իրենց աշխատանքային ժամերը։ Այո, ես յովին համաձայն եմ հոգեբանների հետ, թեպետ բոլոր հոգեբաններն էլ հոգեբանի կարիք ունեն։ Դրական տրամադրվածության բժիշկները 15%-ով ավելի արագ են ախտորոշում մարդկանց հիվանդությունները։ Լավատես վաճառողների մոտ առևտրի ծավալները 56%-ով գերազանցում են վատատեսներից։ Այո։ Համաձայն, յովին համաձայն։ Իսկ հա ուսանողները, ովքեր բարձր տրամադրությամբ են հանձնում մաթեմատիկայի քննությունները, անհամեմատ ավելի բարձր գնահատական են ստանում, քան իրենց չեզոք տրամադրությամբ համագործակցիները։ Թեպետ այն ուսանողները, ովքեր որ բարձր տրամադրությամբ են գնում քննության, հոգեբանի կարիք ունեն ինձ թվում է։ Բայց դա գերազանցիկներն են, միշտ չէ, հումորի զգացողություն քիչ են ունենում, տրամադրության անկում են ունենում։ Միշտ գերազանցիկները առանձին են նստում, մեկուսացած են լինում։ Հետո այդ գերազանցիկները դառնում են չեն գալիս մյուսների հետ։ Հետո բաների հավաքույթների ժամանակ կպովի պար չեն պարում։ Կպովի պարը որ։ Կպովի պարը որ սկսում են նոր են պարում։ Չես պարալինի որ չկպովի, հա։ Դե հա տանգոյի նման մի բան է էլի դա դու չես պարել չեմ հասկանում։ Ձեր թվերի կայտես բան մեր ժամանակ չկար։ Լավ, այժմ աշխարհում գործող ուրախ օրենքների մասին խոսենք։ Իսպանիայում հետիոտնը անցումի վրա 70 րոպե շարունակ սալսա պարելու իրավունք ունի։ Իսկ մեզ մոտ Բաղրամյանի պողոտայում 70 րոպե չէ ամբողջ օրը քոչարի պարելու բան ունի, հնարավորություն եւ իրավունք ունի, այո։ Իսկ անցնող մեքենաներն արգելվում է ազդանշան տալ սալսա պարողներին եւ օրենքով նրանք կարող են պարել այնքան, մինչեւ ժամանակը վերջանա, հետո նոր անցնեն իրենց աշխատանքին։ Շատ լավ օրենք է դուրս եկավ։ Այո։ Լավ, մեզ մոտ էլ է այդպես մեքենաները ջրցաները կսպասեն այնքան, մինչեւ պարը ավարտվի։ Իսկ Ավստրալիայում կինոթատրոնների մուտքն անվճար է այն երիտասարդ զույգերի համար, ովքեր երեխայի են սպասում։ Թեպետ այն 2 ամիսը որ դեռ չի զգացում հղիությունը, չգիտեմ ոնց են որոշելու, երևի այդ աղջիկը տեստը ձեռնա գնում։ Իս տղեն։ Իս տղեն ոնց հասել, այո։ Լավ, հետաքրքիր է, բայց հաջողակ ու մեծ կարողության ստեղծած
շատ մարդիկ հաճախ են պատմում, որ օրը սկսում են շատ վաղ եւ էլեկտրոնային փոստարկղ ստուգելով, փոստը ստուգելով հիմնականում մեյլերը։ Որ ոչ, եթե դուք ստուգում եք ամենավաղ առավոտյան ձեր մեյլերը, դա այսպես ասած կարող է ձեզ բերել ստրեսի, դեպրեսիայի եւ այլն, որովհետեւ ինչ գիտեք ով ինչ է ձեզ գրել, հա։ Դրա համար ես առաջարկում եմ ընդհանրապես ստուգել մեյլերը մոտավորապես ժամը 3-ից հետո։ Այո, իսկ հոգեբանները պնդում են, որ դա բարձրացնում է ստրեսի մակարդակը, դարձնում է ավելի նյարդային։ Դա ասում եմ էլի։ Եվ այդ զբաղմունքը կարող է առաջացնել ավելի մեծ կախվածություն, քան վնասակար սովորությունները։ Դա ասում եմ էլի։ Ես ավելի գրական եմ ասում, կետակետ էի ասում, ապրես։ Ըստ մասնագետների էլեկտրոնային փոստը հաճախակի ստուգելու արդյունքում ուղեղի IQ ցուցանիշը կարող է իջեցնել միանգամից 10 նիշով։ Ես դրա համար, քանի որ ընդհանրապես հենց 10 նիշ է, դրա համար չեմ ստուգում, ասենք դրանից ավել որ իջնի, հետո լավ չի լինի։ Այն ինչ մեզ շեղում է միայն հիմարեցնում է, նշում են հոգեբանները։ Իսկ մեզ հաճախ են շեղում։ Ինչ հատուկ բան ասեցին հոգեբանները։ Մենք առաջարկում ենք բարձր տրամադրության մեր բաղադրատոմսը երաժշտության միջոցով առաջարկել ձեզ վայելել։ Մենք ձեզ առաջարկում ենք ուղղակի երաժշտություն, թե հիմա ձեր տրամադրությունը կբարձրանա, թե չէ ձեզանից է կախված։ Այլ մենք ու ձեր տրամադրություն բարձրացնողը չենք։ Շատ գեղեցիկ տեսահոլովակ, շատ լավ վառ գույներ եւ շարունակենք։ Սերգեյ ջան, ինչպես իմանալ ինչ եղանակ է սպասում այսօր։ Զանգում ես Գագիկ Սուրենյանին ու հարցնում ես։ Բայց ոչ բոլորը ունեն Գագիկ Սուրենյանի համարը։ Դա է պատճառը, եթե ուզում եք իմանալ թե ինչ եղանակ է սպասվում, նախ եւ առաջ պետք է նայել ամպերին։ Այ այդպես, տնտեսական տերմիններով եթե խոսեմ, դուք այդպես եք դեվոլվացիայի ենթարկում են մասնագետների աշխատանքը։ Այն որ սև ու թանձր ամպերը ամպրոպ են խոստանում գիտեն բոլորը։ Իսկ ջերմակ ամպերը, որոնք տեղ-տեղ ներկվում են կարմիրի, սևի, կանաչի երանգներով, հրդեհների Սոխի կճեպա հաստա ուժեղ ձմեռալելու։ Մարդու քրքիթը երկարա հետաքրասերա։ Չգիտեմ, ինչ ասեմ։ Ոչ, Սերգեյ ջան։ Մարդը գդիկ ունի խանդոտա։ Ինչ կապ ուներ եղանակի հետ։ Սև ամպերից առաջացած կայծակներն այնքան ուժեղ են լինում, որ երբեմն անցնում են տների պատերի միջով եւ կարող են ծառեր կիսել։ Քեզ հետ նման դեպք եղել է։ Երբեք չի եղել, ծառը չի կիսվել։ Մթնոլորտային բարձր ճնշումը ազդում է սուրճի բաժակի պղպջակների վրա։ Եթե պղպջակները կուտակում են կենտրոնում, ապա սպասեք ձրևի կամ փոթորկոտ եղանակի։ Իրականում դու ճիշտ ես ասում։ Սերգեյ ջան, իմ բաժակը չես նայում։ Մինչև այդ Շուտ տարա գերած դիտը։ Չէ, դա իմ դեպքում չէ, Սերգեյ ջան, այս պայն միանանք Մարին եւ բարձենք թե ինչ եղանակ է այսօր մեզ սպասում։ Բարի առավոտ, Մարի։ Բարի լույս։ Ողջույն գեղեցկուհի Մարի։ Այսօր ամպերին նայել ես, Մարի, ինչ եղանակ է մեզ սպասում։ Այո, նայել եմ այսօր եւ ինչպես նաեւ վաղ եւ կիրակի օրերին սպասվում է առանց տեղումների եւ արևառած շոկ եղանակ։ Բայց անտանելի շոկ է, Մարի ջան, էլ ուրիշ բաներ անելու։ Եթե Գագի կլիներ գլխատելու էր։ Լրիվ։ Լավ լսենք օրվա եղանակ։ Բայց Մարի ո՞նց գլխատեք, շատ սիրուն է։ Հանրապետության տարածքն այսօր կգտնվի թույլ արտահայտված բարձր ճնշման դաշտում։ Սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդային հոսանքները հարավ-արևմտյան են, իսկ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Արցախում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ստեփանակերտում գիշերը կգրանցվի 22, ցերեկը մինչև 33 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզում եւս կանխատեսվում է առանց տեղումների օր։ Մեղրիում գիշերը կգրանցվի 24, ցերեկը 37, Կապանում գիշերը 20, ցերեկը 33, Գորիսում գիշերը 16, ցերեկը մինչև 28 աստիճան տաքություն։ Վայոց ձորի մարզում նույնպես առանց տեղումների եղանակ է կանխատեսվում։ Ջերմուկում գիշերը կգրանցվի 13, ցերեկը 29, Եղեգնաձոր քաղաքում գիշերը 23, ցերեկը մինչև 38 աստիճան տաքություն։ Գեղարքունիքի մարզում տեղումներ չեն կանխատեսվում։ Մարտունիում գիշերը կգրանցվի 14, ցերեկը 27, Գավառում գիշերը 12, ցերեկը 26, Սևանում գիշերը 15, ցերեկը մինչև 26 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզում կանխատեսվում է առանց տեղումների օր։ Հրազդան քաղաքում գիշերը կգրանցվի 14, ցերեկը մինչև 27 աստիճան, Աբովյանում գիշերը 21, ցերեկը մինչև 33 աստիճան տաքություն։ Արարատյան դաշտում սպասվում է անամպ առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին հնարավոր է լեռնահովտային քամու ուժգնացում 15-ից 28 մետր վայրկյանում։ Արարատյան դաշտում, Արարատի մարզում, Արարատում եւ Արտաշատում նույնպես ջերմաստիճանները գիշերը սպասվում է 22 եւ
ցերեկը 37, Արմավիրի մարզում, Արմավիր քաղաքում գիշերը կգրանցվի 19, ցերեկը մինչև 36 աստիճան, Վաղարշապատում գիշերը 22, ցերեկը մինչև 39 աստիճան տաքություն։ Արագածոտնի մարզում կանխատեսվում է առանց տեղումների եղանակ։ Աշտարակ քաղաքում գիշերը կգրանցվի 23, ցերեկը մինչև 38 աստիճան, Ապարանում գիշերը 12, ցերեկը մինչև 28 աստիճան տաքություն։ Տավուշի մարզում հնարավոր է փոփոխական անպամատություն, սակայն տեղումներ չեն կանխատեսվում։ Իջևանում գիշերը կգրանցվի 18, ցերեկը մինչև 33 աստիճան, Դիլիջանում գիշերը 13, ցերեկը մինչև 30 աստիճան տաքություն։ Լոռու մարզում սպասվում է փոփոխական թույլ անպամատ, սակայն առանց տեղումների օր։ Վանաձորում գիշերը կգրանցվի 16, ցերեկը մինչև 28 աստիճան, Տաշիրում գիշերը 13, ցերեկը մինչև 26 աստիճան տաքություն։ Շիրակի մարզում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Գյումրիում գիշերը կգրանցվի 14, ցերեկը մինչև 31 աստիճան, Աշոտսկում գիշերը 10, ցերեկը մինչև 26 աստիճան։ Այժմ մայրաքաղաքի մասին։ Այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հարավ-արևմտյան է 2-ից 6 մետր վարկյան արագությամբ, երեկոյան ժամերին հնարավոր է լեռնահովտային քամու գնացում 15-ից 18 մետր վարկյան արագությամբ։ Մոտնոլորտային ճնշումն է 666 մմ սնդիկիսյուն, օդի հարաբերական խոնավությունը ցերեկը կլինի 44%։ Օդի ջերմաստիճանը Շենգավիթում եւ կենտրոնում գիշերը կգրանցվի 20, ցերեկը մինչև 38 աստիճան, Ավանում գիշերը 20, ցերեկը մինչև 37 աստիճան տաքություն։ Եղանակի մասին այսօր այսքանը, ձեզ մաղթում եմ հաճելի եւ արևոտ հանգստյան օրեր։ Վարդուհի Սերգեյ, խնդրեմ։ Շնորհակալություն Մարի, մենք քեզ համբերություն ենք մաղթում այս եղանակին։ Իդեպ ամբողջ տարի սպասում ենք, երբ պիտի գա ամառը, հենց գալիս է ամառը, բողոքում եւ դժգոհում ենք եղանակից։ Ինչևէ, շնորհակալություն Մարի, անցնենք մեր հերթական լուրերին։ Ես չեմ բողոքում, հիմա այդ այ քեզ բան, ամառը պետք է շոկ լինի, վերը պետք է ցուրտ լինի, վերջ, ասենք լուրերին։ Նոր ուսումնասիրության համաձայն Մերձավոր Արևելքի Ասիա եւ Սկանդինավիայի քաղաքները մոտ ապագայում կդառնան աշխարհում ամենահարուստները։ Դա ասում ենք, որպեսզի դուք ձեր արտագաղթը դեպի այնտեղ ուղեք, այո։ Իսկ ներկայում ամենահարուստ երկրների ցանկում առաջին տեղը զբաղեցնում է Քաթարը։ Քաթարի համահելար։ Այդ երկիրը ներդրումների հսկայական ներհոսք ունի կապված 2020 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության հետ։ Բա։ Տեսնես մի օր կգա, որ մեզ մոտ կանցկացնեն ֆուտբոլի աշխարհը։ Ես չեմ հետաքրքրում դառնում։ Մեզ դա պետք չէ։ Լավ։ Ես սպորտից հետ ես դու էլ կխոսես, հա։ Լավ, երկրորդ տեղում է Նորվեգիան, որի ամենահարուստ քաղաքը հենց Բերգենն է։ Այո, մի քանի ուշագրավ փաստ Նորվեգիայի մասին, այլ կերպ այն կոչում են անթիվ լճերի երկիր։ Նորվեգիայում լճացած երկիր է, ջրիկ երկիր։ Նորվեգիայում Եվրոպայի ամենաթանկ տաքսիներն ու համբուրգերները։ Իսկ մեզ մոտ ամենաէժան համբուրգերները եւ ամենաէժան տաքսիները։ Մատչելի, այո, ամենահոտավետ տաքսիները։ Իսկ միջին աշխատավարձն այդ երկրում կազմում է ամսական 5-ից 7000 եվրո։ Այս պահին գովազ մտնենք, հետո էլի խոսենք։ Մեզ մոտ 7000 դրամ։ Հայտնի լավ գովազ մեր եթերում։ Մենք եկանք, ինչպես եւ ձեզ խոստացել ենք։ Այո, վերջին տարիներին առավել հաճախ են անցկացվում ուսումնասիրություններն այն մասին, որ հիգական սեռի ներկայացուցիչներն ավելի ուժեղ, իսկ տղամարդիկ հակառակը ոչ կենսունակ են դարձել։ Այո, ես լիովին համաձայն եմ, այն որ տղամարդը վերացող տեսակ է, ես լիովին համաձայն եմ։ Այո, դիմենք վիճակագրության օգնությանը։ Ողջ աշխարհում արական սեռի երեխաների մահացությունը ավելի մեծ է, քան աղջիկներն է, 3-1-ի հարաբերությամբ։ Իսկ տղա երեխաներն ավելի ուշ են սկսում խոսել, նախադպրոցական տարիքում աղջիկների համեմատ։ Տղաները մի փոքր դանդալոշ են, այո։ Այստեղ հասկանում ես, թե ինչի են Եվրոպայում շատ ու շատ տղամարդիկ ուզում իրենց սեռը փոխեն։ Ուզում են երկար ապրեն։ Միևնույն է, խոսքը դրանով չի ավելանա, խոսքը չի ավելանա, բայց երկար կապրեն։ Լավ, ավելի ուշ եւ դանդաղ են կարդալ սովորում։ Պակաս ուշադիր են ձայների նկատմամբ, ավելի դանդաղ են սովորում օտար լեզուներ։ Այո, իսկ սրանք ճտ երկու ժամ անցածում են քանա խոսում, ես այդքան ամբողջ ժամ անցածում չեմ խոսում։ Ինձ թվում է այսօր հակառակ դեպքում է եղել, որտեղ աշխարհը տիրում եմ Սերգեյ ջան տղամարդիկ համաձայն ես այդ տղամարդիկ տիրում են այդուհանդերձ, բայց դուք ավելի շատ եք խոսում, դա փաստ է, ավելի շատ եք ապրում, ավելի կենսունակ եք, ավելի ձեր ֆանտազիաները թռիչքը, ֆանտազիայի թռիչքը ուղղակի սահմաններ չի ճանաչում։ Այո, բայց դա մեր կյանքը չի լավացնում, Սերգեյ ջան, որ դուք թույլ չեք տալիս մեր կյանքը։ Լավ, աղջիկների համեմատ ավելի վատ հիշողություն ունեն նաև տղամարդիկ, վատ են։ Չէ, մենք հիշում ենք միայն այն, ինչ մեզ պետք է։ Վատ են անցնում տրամաբանական թեստերը, իդեպ։ Եվ վերջապես երբեք չեն
կարող աղջիկների հետ մրցել երևակայության հարցում։ Այո, բացարձակ չեն կարողանում։ Կինը ոնց էր ասում, ասում ոչինչից կարող է ստեղծել գլխարկ, սկանդալ, եւ աղցան։ Եվ աղցան, այո։ Այո, դու կարող ես տուն ոչինչ չբերել, սակայն պահանջել։ Լավ, հետազոտությունը ցույց է տալիս, որ զգացմունքային առումով եւս տղամարդիկ աղջիկներից ավելի խոցելի են։ Մասնագետները նշում են, որ այո, որ մենք սերիալ նայելուց չենք լացում, դա չի նշանակում, որ դա մեզ դա չի ազդում։ Դուք լավ էլ սերիալ եք նայում, Սերգեյ ջան։ Հա, բայց չենք լացում, ձեզ նման։ Մտքում եք լացում, համաչում եք։ Մասնագետները նշում են, որ կանայք ավելի հստակ սոցիալական կողմնորոշում ունեն, իսկ տղամարդիկ առաջնորդվում են մեծամասամբ էգոիզմով։ Այո, տղամարդիկ շատ են սիրում տնից փախչել, գնալ նստել իրենց գարաժում։ Սիրելի տղամարդիկ, այն որ գարաժ ունի, ինչքան լավ է, չէ՞ որ կա ինչ-որ մի հատ տեղ, որտեղ կարող ես նստել, քանդել 5 զրովեցի կարբուրատորը, այդպես մեկ ընկերոջ հետ նարդի խաղալ։ Խոսեց էգոիստ Դեռ ավելին, այդ պահին բջջային հեռախոսը մոռանալ տանը, որպեսզի չգտնեն։ Իդեպ տղամարդիկ ամենաերկարն ապրում են Ճապոնիայում, միջինը 80 տարի, իսկ ճապոնացիների կյանքի միջին տևողությունը 86 տարի է։ Նաև ուզում եմ ողջունել այն տղամարդկանց, ովքեր որ ղուշ են պահում, այո, աղունիկներ, իրանք էլ գարաժում թաքնվում են, ղշերին թողնում են այսպես, ամեն շաբաթ գալիս, այո, անկապ, սիրուն, բան, հանգիստ։ Երկարակեցության բավական բարձր ցուցանիշներն Մալթայում, որտեղ կյանքի միջին տևողությունը 80 տարի է, 78 տղամարդ կան եւ 83 կանանց համար։ Ճիշտ ժամանակն է քեզ տեղափոխվել Մալթա, Սերգեյ ջան։ Մի փոքր ճամփորդենք դեպի Մալթա։ Իհարկե, բայց գնանք Մալթա։ Տեսանյութի օգնությամբ տեղափոխվենք Մալթա եւ տեսնենք ինչ գեղեցիկ վայրեր ունեն։ Գնացինք։ Պատմամշակութային հարստություն միջերկրական ծովի ուղիղ կենտրոնում։ Հնուց ի վեր գայթակղիչ պատառ ամենատարբեր նվաճողների համար։ Մալթա։ Շուրջ 316 քառակուսի կիլոմետր տարածք եւ մոտ 500,000 բնակչություն ունի աշխարհի ամենափոքրիկ պետություններից մեկը՝ Մալթան, գեղատեսիլ Վալետա մայրաքաղաքով, որը կառուցվել է մի խումբ ասպետների կողմից։ Եկեղեցիներով, պալատներով, թանգարաններով ու բարոկո ոճի կառույցներով հարուստ Վալետան, որպես պատմամշակութային գանձ, հռչակվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նմուշ։ Ամենատարբեր նվաճողներից հետո 1799 թվականին Մալթայան կղզիախումբը գրավեց Մեծ Բրիտանիան։ Ավելի քան 150 տարի Մալթան անգլիական ռազմածովային կարևորագույն խարսխակայանն էր միջերկրական ծովում։ Ինքնավարության իրավունք ստացավ միայն 1921 թվականին, իսկ 1964 թվականին ի վերջո անկախացավ։ 2004 թվականից Եվրամիության անդամակցող երկիր է։ Իդեպ Մալթայում են հայտնաբերվել աշխարհի ամենահին տաճարները, 1000 տարով ավելի հին, քան Գիզայի բուրգը։ Այսպիսով փոքրիկ տարածք եւ մեծաթիվ պատմամշակութային վայրեր։ Մի քանիսի մասին հաջորդ թիվ։ Մալթայի երբեմնի մայրաքաղաքը Մդինան մոտավոր հաշվարկներով ավելի քան 4000 տարեկան է։ Ցիցերոնն այն նկարագրել է որպես գեղեցիկ կառույցներով ծաղկուն քաղաք։ Առավել բարգավաճել է հռոմեացիների օրոք։ Միջնադարում Մդինան եղել է գիտելիքի քաղաք, այն ղեկավարել է արիստոկրատների խորհուրդը։ Մդինայի մուտքը հայտնի հինավուրց դարպասներն են, որից այն կողմ արդեն սկիզբ են առնում քաղաքի նեղլիկ փողոցները։ Հինավուրց քաղաքում կան պատմամշակութային վայրեր, եկեղեցիներ, պալատներ եւ այլ շինություններ։ Սլիմա, Մալթայի ամենաժամանակակից ու ժամանցային քաղաքը։ Սանազան խանութներ, ռեստորաններ, ժամանցի վայրեր, բացօթյա սրճարաններ ու կանչող լողափեր։ Սլիմա քաղաքի գլխավոր փողոցը Ափամերձ Tower Road-ն է։ Մալթայի այս գողտրիկ քաղաքն առավել գրավում է երիտասարդ զույգերին, ինչպես նաև դայվինգի, շոփինգի եւ միջերկրածովային խոհանոցի սիրահարներին։ Մալթայի Մոստա քաղաքում է գտնվում Աստվածածնի վերափոխման մայր տաճարը՝ հիասքանչ կոթող, որը կառուցվել է 1833-ից 1871 թվականներին նախկին փոքրիկ եկեղեցու վայրում։ Այն կառուցել են քաղաքի սովորական բնակիչներ աշխատանքից ազատ ժամերին։ Եկեղեցու գմբեթն արտասովոր բարձր է ստացվել, 6 մետրով ավելի բարձր Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարից։
Մոստայի մայր տաճարը հայտնի է պատմության մեջ աղմկահարույց մի դրվագով։ Համաշխարհային երկրորդ պատերազմի ժամանակ գերմանական բանակի կողմից նետած 3 ռումբերից մեկը գմբեթից ներս է ընկել, չվնասելով ներկաներից եւ ոչ մեկին ու չի պայթել։ Մյուս երկուսն էլ ընկել են տաճարի մուտքի առջև եւ ի զարմանս թշնամու կրկին չեն պայթել։ Պատմական վայր արվեստի հոյակերտ նմուշ Սուրբ Հովհաննես Մկրտչի տաճար։ Վալետայի ամենահայտնի զբոսաշրջային վայրերից է։ Կառուցվել է 1573-ից 1577 թվականների ասպետական ժամանակաշրջանում եւ եղել նրանց գլխավոր եկեղեցին։ Վերջիններս մեծ գումարներ ու ջանքեր են ներդրել, որպեսզի կառույցն աշխարհի ամենաշքեղ ու ամուր տաճարներից մեկը լինի։ Տաճարում կա 8 մատուռ՝ ի հիշատակ ասպետների 8 հովանավոր սրբերի։ Ամենաարժեքավոր գործերից է Կարավաջոյի հեղինակած Հովհաննես Մկրտչի գլխատումը նկարը։ Ահա այսպիսի պատմամշակութային գանձերի կղզի։ Դե մի փոքր ճանապարհեցինք Մալթայով, հիմա վերադառնանք տուն։ Արի տուն։ Այո, եւ հիշեցենք մեր հաղորդման հովանավորին։ Մեր հաղորդման հովանավորն է Դելտա կլինիկ բժշկական կենտրոնը, որտեղ կարող եք կատարել բոլոր օրգան համակարգերի համակարգչային ստուգում, 4D սոնոգրաֆիա։ Բոլոր օրգանների։ Այո, սրտի էխոկարդիոգրամա։ Բոլոր օրգանների ես չես ասում։ Վահանաձև գեղձի հետազոտություն, ամենամատչելի գներով իհարկե եւ ուշադրություն, շարունակվում է Դելտա կլինիկի անվճար ակցիաները, ճիճվակրության եւ ողնաշարի անվճար հետազոտություն առանց տարիքային սահմանափակման։ Կրկնում ենք առանց տարիքային սահմանափակման, որովհետեւ թե առաջ միայն երեխաների վրա է կասկածում, որ ճիճ ունեն, հիմա էլ դուք էլ մեկացեք ստուգվեք, հլտեցեք ճիճ ունեք թե չէ։ Այո, ինչպես նաեւ դենսիտոմետրիա, ոսկրերի խտության ստուգում կրկին առանց տարիքային սահմանափակման։ Ընկերուներ զանգահարի։ Այո, ընկերուները քանի որ բոլորը 50-ն անց են արդեն լավ կլինի որ գնացիք ձեր ոսկորները ստուգեք, որպեսզի չջարդեմ հետո։ Զանգահարեք նախորոք, հերթագրվեք եւ իհարկե բուժվեք հեռախոսահամարն է 50, ավայ 0560 560 Քիչ է մնում մոռանայի, մի բանը որ միշտ կրկնում ես։ Սկլերոզ, մեր հաղորդման մյուս հովանավորն է BHS անգլիական հագուստի եւ տան պարագաների խանութը, որտեղ առաջին ապրանքը կարող է գնել 13% զեղչով, իսկ երկրորդը գնելու դեպքում նվազագույնը 53% զեղչով։ Այցելեք BHS Հանրապետության 61 եւ կհամոզվեք հենց ինքներդ։ Ամառը նոր զգեստապահարանով ու նոր զգացողություններով։ Ամառը արդեն կես ընկավ, աղջիկներ գնացեք, զգեստափոխվեք։ Իսկ այս պահին մեր եթերը շարունակում է օրվա դեղատոմս էջը գնացինք։ Մերսի, Իրիշկայի հետ գնացինք։ Բարի լույս, ասում են մեր առողջությունն ուղիղ համեմատական է մեր առողջ կենսակերպին, առողջ կենսակերպի արդյունքում չեն լինի նաև ողնաշարային խնդիրներ, այդ թվում նաև լորդոսի հարթեցում, որի մասին էլ այսօր խոսելու են կինեզիոլոգ Գագիկ Մկրտչյանի հետ։ Բարև ձեզ։ Նախ կբացատրեք մեզ ողնաշարային որ խնդիրն ենք որակում որպես լորդոս ու նաև լորդոսի հարթեցում։ Լորդոզն իրենց ներկայացնում է ողնաշարի առաջնային թեքումները, դա եւ պարանոցային հատվածում ունենք եւ ողնաշարի գոտկային հատվածում։ Բնականում ֆիզիոլոգիական ծռումն է, երբ որ լորդոզում տեղի են ունենում շեղումներ դեպի առաջ, ավելի խորացում, դա հիպերլորդոզն է կամ լորդոզի խորացումը։ Իսկ երբ որ այն ուղղվում է, համարում ենք որպես լորդոզի հարթեցում։ Լորդոզի հարթեցումը կարող է զարգանալ տարբեր դրսևորումներից, հիմնական ֆիզիկական կամ ոչ ճիշտ մկանակապանային համակարգի զարգացնելու հետևանքով։ Այն կարող է զարգանալ նաև մասնագիտական, ելնելով թե ինչ մասնագիտության տերը անձ է։ Սա բերում է ողնաշարի հարթեցման, գոտկային կամ պարանոցային հատվածի, որից հետագայում առաջանում են ցավային տարբեր սիմպտոմատիկաներ։ Որ մասնագիտություններն են առաջացնում ու ինչու։ Յուրաքանչյուր մասնագիտություն, որի հետ առնչվում է գլուխը կախած դիրքը կամ երկարատև նստակյացությունը, կամ այնպիսի սպորտաձևեր, որոնց համար կարևոր է որովայնի առաջնային պատի մկանների գերամրությունը։
Ու ինչպես է արտահայտվում լորդոսի հարթեցումը։ Ողերը սկսում են հարթվել, ամբողջ սյունը, ողնասյունը սկսում է ուղղվել, քանի որ կորությունը նախատեսված էր ճիշտ ամորտիզացիայի համար, ողնաշարում շարժման ժամանակ ամորտիզացիա տեղի չի ունենում եւ առաջանում են միջողային սկավառակների վնասում, ինչից որ ողերը մոտենալով իրար անմիջապես սեղմում է տեղի ունենում ճզմում նյարդարմատի վրա, ձևավորելով ցավի սիմպտոմատիկա։ Այսինքն անզեն աչքով էլ որ մենք նայենք, կտեսնենք ու կհասկանանք, որ մեզ մոտ ձևավորվում է Այո, ձևավորվում է լորդոզի հարթեցում։ Երբ լորդոզի հարթեցումը ձևավորվում է ողնաշարի պարանուսային հատվածում, այստեղից տեղի ունենում նյարդարմատների սեղմում եւ անմիջապես հարվածը ստանում են վերին վերջույթները, ուսագոտում ծանրության հոգնածության զգացողություն, կամ պարանուսային հատվածում ցավի դրսևորում։ Երբեմն նաեւ դիտարկվում է գլխացավի երևույթ, որովհետեւ այստեղից անցնում են նաեւ գլխուղեղը սնող երկու զարկերակները, սկսում է այդ զարկերակների սպազմատիկ վիճակ։ Գոտկային հատվածի հարթեցման ժամանակ հարվածը իշխում է ստորին վերջույթներ եւ միզասեռական համակարգ, ցավի թմրայցության տեսքով ստորին վերջույթներում եւ միզասեռական համակարգում տարբեր փոփոխություններ։ Հետևանքները կամ բարդությունները ինչպիսի են։ Բարդությունները ընդհանուր մինչև ճողվածքի ձևավորում կարող է հասնել լորդոզի հարթեցումը, որտեղ ինչպես նշեցի, ամորտիզացիա ողնաշարում տեղի չի ունենում եւ անմիջական հարվածը տանում հենց միջ ողային սկավառակը, եւ բնականաբար գերադասելի է նախապես վաղաժամ կանխարգելել եւ վերականգնել։ Կանխարգելման միջոցներն էլ։ Կանխարգելման միջոցները բնականաբար սա առողջ ապրելակերպն է, ապա ոչ բժշկի դիմելը։ Եվ բուժմանիչ եղանակներ կան։ Բուժման եղանակներից հիմնականում կիրառվում է կինեզիոռեաբիլիտացիոն թերապիան, զուգահեռ նշանակելով լող։ Տևականորեն բուժական ֆիզկուլտուրան եւ, չգիտեմ, լողը եւ այլն կիրառելով արդյոք կակնկալ են, որ այդ հարթեցումը կվերանա։ Կախված ստադիայից կարելի է վիճակը բերել նորմային մոտ, սակայն եթե այնտեղ խոր ախտաբանական վիճակներ են կամ աճառի լիարժեք վնասման հետ են առնչվում, ոչ, որովհետեւ թեքում անկյունը թույլ չի տա։ Շնորհակալություն։ Մնացեք մեզ հետ, քիչ անց կրկին կմիանանք։ Այժմ խոսքը փոխանցում ենք համացանցի մասնագետ Վարդուհի Ալեքսանդրին։ Համացանցում հայտնվել է եվրոպական խաղերի բռնցքամարտի հաղթողների պարգևատրման տեսագրությունը, որում երևում է, թե ինչպես է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանձնում հայ ազգի մարտի Գևորգ Մանուկյանի մեդալը։ Ադրբեջանցի հանդիսատեսը ընդհանրապես միշտ հայ ազգի ազգանով մարզիկներին, երբ որ լսում է, միշտ սուլում էր եւ անպարկիչ ձայներ էր անում։ Այս անգամ էլ նրանք սուլեցին, բայց Ալիևը այսպես ձեռքով իրենց հանգստացրեց, այո, իրականում այդ մարզիկը ներկայացնում էր Ուկրաինան։ Այո, բայց հայեր։ Հա, ինչ արենք։ Այս բան կարող ենք դիտենք։ The winner of the silver medal representing Ukraine, Gevorg Manukyan. Իրականում ողջունենք եւ շնորհավորենք բոլոր այն մարզիկներին, ովքեր վերադարձել են եւ պատվով են ներկայացրել Հայաստան եւ անցնենք ոչ միայն Հայաստան, նաեւ ընդհանրապես ասենք մասնակցել են, այո։ Այո, այժմ Երևի Ռամիլ Սաֆարովը քնած էր այդ ժամանակ, այո։ Այժմ կանդրադառնանք արևելյան մարտարվեստներից մեկին՝ կարատեին, որին անդրադարձել է մեր հաջորդ տեսանյութը։ Դիտենք։ Դրա մասին դեռ էլի կխոսենք եւ հիմա տեսանյութն հետո էլի խոսենք։ Աշխարհի վրա կա երկիր, որը Նապոլեոն Բոնապարտը ոչ թե ցանկանում էր գրավել, այլ որով հիանում էր։ Փոքր, սակայն բացարձակ անկախ տարածք, այնքան անկախ ու ապահով, որ այդ երկրում զենքի գործածությունն արգելված էր բոլորին, եւ եթե գտնվեր մեկը, ով զենք ունենար կամ թաքցներ, համարվում էր դավաճան։ Այդ երկիրը Ճապոնիայից հարավ էր, անունը Ռյուկյու, որը հետո վերանվանվեց Օկինավա։ Երկիր, որտեղ ծնվել է կարատեն, իսկ թե երբ եւ ինչպես դա գաղտնի է, քանի որ հենց կարատեն էլի սկզբանե խիստ գաղտնի մարտարվեստ էր։ Այդ երկրում զենքը կարատեն էր, որի մասին չէին խոսում եւ չէին ցուցադրում, բայց որով պաշտպանվում էին հարկ եղած դեպքում։ Կարատեի ճանաչված վարպետներ էին Մացումարա Ռյուկյուն, Ուեխարան Ազատոն Իտոսուն, սակայն մերօրյա կարատեի հիմնադիրը համարվում է Գիչին Ֆունակոշին։ Սկզբնական տարիներին այն մարզում ու սովորեցնում էին գաղտնի, հեռու բոլոր աչքերից։ Կարատեն Ճապոնիա հասավ ու դարձավ ճապոնական 1922 թվականին, երբ երկրի կրթության նախարարը Տոկիո հրավիրեց Գիչին Ֆունակոշիին։
Կարատե բառն էլ հենց ճապոներեն է եւ նշանակում է դատարկ ձեռքով, ասել է թե Անզեն։ 1922 թվականին Կեյո համալսարանում բացվեց առաջին կարատե ակումբը, իսկ 10 տարի անց այդպիսի ակումբներ կային արդեն Ճապոնիայի շատ համալսարաններում։ Հետո Ճապոնիայից այն հասավ Եվրոպա, ԱՄՆ, անգամ Հայաստան, իսկ այսօր կարատեից ցանկանում է դառնալ գրեթե յուրաքանչյուր 5-6 տարեկան տղա ու անգամ աղջիկ։ Եվ չնայած ժամանակները փոխվել ու կարատեի շարժումներում էլ շատ բաներ են փոփոխվել, բայց անփոփոխ է մնացել կարատեի փիլիսոփայությունը։ Կարան մաքրում է եսասիրությունից եւ չար մտքերից, միայն մաքուր խղճով եւ մտքերով կարող է պարապողը հասկանալ իր ձեռք բերած գիտելիքի իմաստը։ Նա պետք է լինի ներքուստ համեստ եւ արտաքուստ հարգալից։ Միայն համեստությամբ է հնարավոր ընկալել կարատեի դասերը։ Ֆունակոշին ասում էր, կարատե պարապողը երբեք չպետք է ներքաշվի կռվի մեջ։ Կարատեն ի վերջո ոչ թե հարձակվելու, այլ պաշտպանվելու արվեստ է։ Իսկ վերջում հայտնիներ, որոնք հայտնի չեն որպես կարատեիստ, բայց արի ու տես, որ Էլվիս Փրեսլի, ռոքնռոլի արքա, ով ուներ սև գոտի կարատեից, փոքրիկ Գալահեդը ֆիլմի նկարահանման ժամանակ նա ձեռքի հարվածով հեշտությամբ կոտրում է աղյուսը, թեպետ ֆիլմում այդ տեսարանը այդպես էլ տեղ չգտավ։ Չակ Նորիս, որը սև գոտի ունի կարատեից եւ կորեական մարտական տանկ սուարվեստից։ Սև գոտի ունի նաեւ ոչ ավելի ոչ պակաս Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ջյուդոից։ Չէի սպասում Անգելա Մերկելից։ Իսկապես չի սպասում, բայց դրա մարդ ինչ անում, պատկերացնում։ Առողջ ապրելակերպով է զբաղվում ոչինչ։ Լավ, այս պայն կարող ենք դիտել գովազդ, այնուհետև մենք ունենանք հյուրեր եւ կխոսենք իհարկե կարատեից։ Գովազդ այս պայն մեր եթերում։ Այսօր կխոսենք սպորտի մասին, այսինքն կարատեի մասին, բայց հիմա դեռ ժամանակը չէ։ Այո, մենք սովորենք կարատեով զբաղվողներին կոչել կարատեիստներ։ Իրականում նրանց կոչում են կարատեկներ։ Որոշ աղբյուրներ վկայում են, որ Էլվիս Պրեսլին կարատեով սև գոտի ուներ եւ բավական մեծ ժամանակ է հատկացրել սպորտային պարապմունքներին։ Արևելյան այդ մարտարվեստի մեջ կա ամենակարող եւ ամենահմուտ տիտղոսների արժանանալու փորձությունը։ Այն հաղթահարելու համար մարզիկը պետք է առանց հանգստանալու անցնի 2 րոպեանոց 100 մարտ, տարբեր գոտիներով հակառակորդների հետ եւ պարտավոր է հաղթանակ տանել այդ մարտերից գոնե 50-ում։ Ասում են, որ այսօր ողջ աշխարհում այդ փորձությունն անցած ընդամենը 15 կարատեիստ կա։ Դե ինչ լավ, այս պայն արդեն կարող ենք սիրով ներկայացնել մեր հյուրին, իհարկե մեր հյուրն է JK Armenia ասոցիացիայի գլխավոր մարզիչ Սևակ Հակոբյանը եւ կարատեիստ Էլիզաբեթ Հարությունյանը, ում հետ սիրով պատրաստ ենք զրուցել։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Մենք մի քիչ զգուշ խոսենք ձեր հետ, որովհետեւ ես իմ մարդ ես մեկ է տեսար։ Միանգամից ուզում եմ Էլիզաբեթին հարց տալ։ Էլիզաբեթ ջան, քեզ մայրդ է տարե կարատեի։ Ինչը քեզ ստիպեց գնալ կարատեի, սպորտով զբաղվել, կոփվելը, մի տեսակ աղջիկական մարզաձև չի։ Թե կարող ես ինձ հակառակ ապացուցել։ Կարող եմ հակառակ ապացուցել, քանի որ իմ կարծիքով ավելի սպորտաձևը, կարատե սպորտաձևը ավելի աղջիկներին է ընդառաջում, քան տղաներին, եւ ինձ իմ ծնողները միասին որոշել են ուղարկել այդ մարզաձևին եւ իմ ցանկությամբ ավելի շատ հաճույքով եմ զբաղվում եւ ուղղակի ոչ միայն որպես աղջիկ կարատեիստ, այլ առողջության համար։ Իսկ երբևիցե պետք է եկել եք ես կարատեն կյանքում, կենցաղում, ասենք։ Պետք է եկել, կարելի ասել ամեն օր պետք է գալիս։ Ամեն օր տղաներին ծեծում եք։ Աղջիկ ծեծում։ Իսկապես։ Բարձր։ Լավ, հետաքրքիր է։ Դուք քանի տարի եք զբաղվում եք ֆեդերացիայում, քանի անդամ կա, արդյոք աղջիկների թիվը տղաներին գերազանցում է թե՞ Չէ, միանշանակ աղջիկների թիվը տղաների թվին չի գերազանցում, ցավոք սրտի։ Չնայած լավ կլիներ, որ աղջիկներն էլ հավասարաչափ զբաղվեին։ Ֆեդերացիան ունի մոտ 1200 անդամ։ Ես կոնկրետ սպորտի մեջ եմ 18 տարի երևի։ Ինձ թվում է, եթե կան սպորտաձևեր, որ աղջիկներին հեչ պարտադիր չի, ասենք, ծանրամասնազով, բոքս եւ այլ, ինչ վերաբերում կարատեն, երևի թե իսկապես դա, քանի որ ճկունության հետ է կապված, գեղեցկության հետ է կապված, երևի թե աղջիկներին առանձնահատկությունը, հա, կարատեի ինչու՞մ է կայանում, որ ինքնապաշտպանությունը նախ անհրաժեշտ է բոլորին, առանց մարմնի դեֆորմացիայի։ Այո։ Առողջությունը, բարոյոգեբանական դաստիարակությունը ինձ թվում է անկախ մարդու սեռից բոլորին է հարկավոր, անկախ տարիքից։ Մի քիչ խոսենք բարոյահոգեբանական այսպես ասպեկտից, հա, կարատեի կողմի մասին, ինչ է դա եւ բացեք շաքերտները։ Ինչ է դաստիարակում, ինչ է տալիս երեխան։ Լավ։ Ուրեմն
Ֆեդերացիայում մեր մոտ երեխաներին ֆիզիկական եւ տեխնիկա-տակտիկական պատրաստությունից զատ ոչ պակաս կարեւոր է նրանց բարոյաքեբանական դաստիարակությունը, հա, քանի որ նրանք պետք է սովորեն հարգանք դիմացինի նկատմամբ։ Նրանք դաստիարակվում են հետեւյալ լոզունգով, ասենց ասեն, որ երբեք առաջինը չեն հարվածում, բայց թույլ չեն տա, որ առաջինը իրենց հարվածեն։ Նրանք գիտեն, որ պետք է պաշտպանեն բոլորին, պետք է լինեն հեզ, համեստ, պիտի հարգեն բոլորին։ Շատ կարևոր է դա։ Ինձ էլ փոքր ժամանակ ասում եմ, մինչև քեզ չխփեն, դու չխփես, բայց դա էլ մի բան չի, էլի, ասենք ինչու պիտի սպասես։ Առաջինը չխփեն, բայց թույլ չտա, որ իրեն առաջինը խփեն։ Բայց ինչ իմանաս դիմացին դու ուզում խփի, թե չի, ավելավ չի մի անգամից 10 փռես իրան, որպեսզի հասնի պրոբլեմ չլինի։ Ագրեսիայից զերծենք եւ մենք եւ մեր երեխաները եւ մեր տված դաստիարակությունը բացարձակ նրանք միշտ հանդուրժողականություն են դրսևորում, քանի որ աշխարհում առանց դեռ չար երևույթներ շատ կան եւ պետքա պայքարի ուրիշ մեթոդ ընտրել։ Ուժ կիրառելը միշտ ուժ չի ու միշտ կարելի է։ Այո, գիտեք, ես զգացել եմ, որ ագրեսիային եթե ժպտում ես դիմացինին, ինքը միանգամից զենքը դնում է ցած։ Օրինակ ես զգացել եմ, ղեկին նստել եք, ասենք գիտեք, երբ որ մեկը սիգնալ է տալի գալիս անես, միանգամից ուզում է քեզ մի բան ասի, որ դու իրան խանգարում ես, ես միանգամից ասեք, զսվում ինքը միանգամից Ինձ թվում է ձեր դեմքը բացառություն է ամեն դեպքում էլի դուք միշտ բոլորին բարի լիցքեր եք տալիս։ Ահա, բայց ես համոզված եմ, եթե ես էլ չլինեի, եթե չճանաչել եթե ժպտաս, ասենք այսպես մի րոպես այսպես անես էլի, նա միանգամից իսկ փորձերս վեճի ընթացքում այդպեսի դեմք ընդունել Սերգեյ։ Վաղուց չեմ վիճել, Վարդուհի ջան, միանգամից համաձայնում եմ։ Ամեն դեպքում ագրեսիան միշտ ագրեսիա է ցնում, այնպես որ ես համամիտ եմ ձեր։ Լավ, խոսենք կարատեի տարբերություններից, որովհետև կարծես թե կարատեի շատ տարատեսակներ կան, ինչ առավելություններ եւ ինչ տարբերություններ կան արևելյան այլ մարտարվեստներից։ Որովհետև տարբեր են, դու քենդո կա ու շուկա, չգիտեմ, տարբեր անուններ։ Գիտեք, տարբերությունը բուն իմաստը, հա, բուն միտքը բոլորի մոտ նույնն է, ու եթե ինչ-որ մեկի մոտ նույնը չի, այդ տարօրինակ է, որովհետև նույնը պետքա լինի, բոլորը ճիշտ, անվանդ մեր ազգի դեպքում, հա, ճիշտ դաստիարակություն պիտի տան ամբողջ ազգին, առողջությունը, գեղագիտական դաստիարակությունը եւ այլն եւ այլն։ Կարատեն ինքը սպորտ չի, ինքը չի կարելի սպորտ ասել, ինքը արվեստ է, մարտարվեստ է, ես երբեմն ասում եմ, մենք արվեստագետներ ենք, պետք է այտենց նայել, ինքը մարտարվեստ է, հա։ Ոչ այն տարբերությունը շատ չնչին է, առանձնապես ինչքան տարբերություն կա հեռուստաընկերությունների մեջ, հենց ճիշտ այդքան տարբերություն է մեր ֆեդերացիաների մեջ։ Լավ, հետաքրքիր է, դուք ձեր մի քանի տարբերություններ նշեցիք, հետաքրքիր է, մարտիչները պետք է տիրապետեն բնականաբար հոգեբանությանը, փիլիսոփայության եւ այլն։ Որտեղ են պատրաստվում, ինչպես են հիմնականում դառնում, որտեղ երբեմն սիրողական խմբերից ով որ մի քիչ տարբերվում է, մի քիչ լավանում, մարտիչ են միանգամից դարձնում։ Որտեղ են անցնում այդ ինստիտուտը, որտեղ սովորեն անգամ փիլիսոփայություն, հոգեբանություն, երեխայի հետ շփվելու։ Աշխատում ենք միջազգային ֆեդերացիայի հետ, բնականաբար միջազգային կազմակերպության անդամ ենք ու առանց լիցենզավորման, քանի որ հիմա մեր հնարավորությունները պետությունում շատ սուղ է, որ ցանկացած մարզիչ արտասահմանում լիցենզավորվի, հա, կան թվով 3-4 մարզիչներ ֆեդերացիայում, որ ունեն միջազգային լիցենզավորումներ, հետեւաբար հաջորդականության սկզբունքով մեր տեղի մարզիչներին լիցենզավորում ենք մենք։ Բայց ինքը բարդ process է, ամեն մարդ չի կարող էլի միանգամից ստանա։ Իսկ ինչը վերաբերում է նեղ մասնագիտականին, հա, ենթադրենք նեղ մասնագիտական հոգեբանության առումով եւ այլն, հրավիրում են հաճախ մասնագետներ։ Այսինքն շատ կարևոր է, որ ամեն մարդ իր գործը լավ անի, բայց ու մենակ իր գործը անի։ Եթե դու չես հասկանում ինչ-որ բանից, բայց քո աշակերտին այդ պետք է հրավիրել մասնագետ։ Ենթադրենք, եթե իմ աշակերտին պետք լինի, որ ինքը դերասանություն անի, ինչ-որ մի ֆիլմում նկարվելու համար եւ այլն, ես հաճիկով ձեզ կհրավիրեմ, ես ինքս ինձ դերասանի տեղ չեմ դնի մասնագետ։ Լավ, տարիքային սահմանափակում ունի, թե չէ, որտեղ կարող է դանել ցանկությունից զբաղվել եւ որ տարիքից կարելի է զբաղվել։ Օրինակ, մյուս ուժային սպորտաձևերը միգուցե ինչքան մեծանում են, այնքան նստում են, այսպես ասացա, կարատեում չկա այդպես առանձնահատկություն, ընդհակառակը, ինչքան մեծանում են, այնքան ավելի, օրինակ մեր բոլոր վարպետները, աշխարհահռչակ վարպետները 70-ից 73, 80, 90 մինչև հասնում են, էլի։ Ինչքան մեծանում են, այնքան նրանց պրոֆեսիոնալիզմը ավելի շատանում է։ Կարատեի առանձնահատկությունը, ամենամեծ առանձնահատկությունը դրանում է, որ տարիքի հետ ինքը իր մարզաձևի մեջ, ինքը իր արվեստի մեջ ավելի շատ աճում է, ոչ թե նստում։ Ուրեմն ես դեռ ժամանակ ունեմ մինչև 80 տարեկան, 30 տարեկան։ Իսկ լավ, ելի կուզեի աղջիկների մասին խոսել, հա։ Ինչ է տարի դա աղջիկներին, բացի ինքնապաշտպանությունը, կարելի է մտածել ամբողջ օր ձեզ հարցակվում են եւ դու պետք է ինքնապաշտպան։ Ի վերջո կարելի է գազային պիստոլետ պահել եւ վերջ բրծած խնդրեմը, հա։ Արդյոք քաշը նվազեցնելու համար են գալիս աղջիկները, թե անկեղծ ասած պրակտիկայում նման փորձ դեռ չի եղել, որ գան քաշը նվազեցնելու համար։ Չէ, հիմնականում նորից եմ ասում, ինքնավստահությունը իրենց
իրենց հավատը իրենց ուժերին, որ կարող են իրենց պաշտպանել տարիքի դեպքում։ Ֆիզիկական ուժը որ պիտի ասենք հավատն է շնչի կրոջը։ Խոսքը բացարձակ ֆիզիկական ուժի մեջ չի, կարատեն ֆիզիկական ուժը վերջին տեղում է կարատեն։ Մենք տեսնում ենք բազում մեդալներ մեր սեղանի դրած, խնդրում եմ մեկնաբանել, որտեղից արդյոք մասնակցում են միջազգային առաջնություններին, թե ոչ, եւ խնդրեմ Դեռ այս բոլոր մեդալները ես Հայաստանում եմ ձեռք բերել եւ եւ առաջի եւ երկրորդ տեղեր եմ գրավել, բայց դեռ միայն Հայաստանում արտերկիր դուրս չեմ եկել։ Ես պարապում եմ արդեն 5 տարի եւ հասել եմ շագանակագույն գոտի։ Այստեղ ունեմ իմ դիպլոմները, բերել եմ մի քանի դիպլոմ, իմ առաջի քննությունը Իմ առաջի քննությունը, որտեղ ես հանձնեցի սպիտակ գոտի եւ ինչպես նաեւ իմ վերջի քննությունը, որտեղ ես հանձնել եմ իմ այս շագանակագույն գոտին եւ դպրոցին չի խանգարում։ Ոչ, ընդհանրապես չի խանգարում։ Բայց դասի գնալա բանա, տենց ասենք, Ես իմ դպրոցի դասերս ավարտում եմ, հետո գնում եմ իմ պարապմունքի։ Օրվա շատ մասը, մեծ մասը ես սպորտսալ եմ ածված։ Կոնկրետ մեր մոտ ինչն է, շատ կարևոր է դպրոցի կարգավիճակը երեխաների։ Հարցը շատ տեղին էր։ Ամեն ուրբաթ օր շաբաթվա վերջում ստուգվում է երեխաների օրագրերը դպրոցի։ Ով որ վատ գնահատականներ ունի, պատժվում է մոտավորապես ժիմանելու տեսքով։ Ամենալավագույն դեպքում դա։ Ու ասեմ ամենաֆիզիկապես ուժեղ պատրաստված երեխեքը վատ սովորողներ են կարելի ասել։ Կարելի ասել մենք վատ սովորողներ այդքան էլ չունենք, հիմա բացատրեմ ինչի, որովհետև մեր մոտ շատ խիստ նախապայման է, որ եթե երեխան դպրոցում լավ չի սովորում, մենք իրավունք չունենք ուղղակի իրան ուժեղացնենք, հա, կոպիտ ասեմ, որովհետև մարդ, որը որ շատ ուժ ունի, բայց իր գլխի մեջ խելք չկա, ինքը պոտենցիալ հանցագործ է, ուղղակի չի կարելի։ Այսինքն այդ զենքը, այդ արվեստը, եթե ինքը չի իմանա որտեղ կիրառի, անորակ մարդու ձեռք կարող է դառնա աղետ։ Նույն ատոմային էներգիայի, այսպես ասած, բանն է, կարող է բարի եւ կարելի է շատ շատ։ Որովհետեւ ուժը ինչքան մեծ է, այնքան իրանք պիտի գիտակցեն, որ պատասխանատվությունը ավելի մեծ է։ Նույնիսկ որ դասերը շատ կարևոր է։ Այդ տեսեք Ճապոնիայում կարատեն մի փոքր ձևափոխվեց, այս շրջանում էսպես է, այն շրջանում էսպես է եւ այլն։ Սակայն որոշ շրջանում ճապոնացիները միշտ ճկուն են եղել եւ միշտ տարբերվել են օլիմպիական խաղերում։ Ինձ հետաքրքիր է Հայաստանում կա ինչ որ մեր ազգային հատկությունների ինչ որ փոփոխություն, հա, կարատեի մեջ, որտեղ արդեն մի քանի տարի ասենք կա, ասենք ո՞նց է կարծում 100 տարի հետո երբ որ միշտ լինի ասենք այդ սպորտաձև արդեն հարգված այստեղ եւ այսպես պահանջված, կարող են հայերը մի փոքր ինչ որ իրենց լումար մտցնել այդ սպորտի մեջ, մի փոքր փիլիսոփայության կամ գուցե շարժումների ինչ որ մի ձևի հասկացում։ Տարբեր ֆեդերացիաներում, հայկական կարատեի ազգային ֆեդերացիաներում կան շատ լավ մասնագետներ, որովհետև կարատեն գիտեք 90-ականներից մի քիչ դժվար, բայց կամաց-կամաց սկսեց այդտեղ զարգանալ, ունենք լավ վարպետներ նաև Հայաստանում, տարբեր տարիքային խմբերի ու տարբեր ֆեդերացիաներում։ Ինչը վերաբերվում է ճապոնացիների հետ կապված, դա իրանց ազգայինն է, այդ պետք է հասկանալ, ինձ չի թվում, որ աշխարհում ինչ-որ մի ազգ կարող է հայերի նման կարողանալ քոչարի ապրել, ենթադրենք, հա, այդ նորմալ է։ Իսկ ինչը վերաբերվում է հայերի ավանդը պակաս չի կարատեի մեջ, բնականաբար զիջում ենք ճապոնացիներին զիջում ենք, բայց կարատեն շատ բան է տվել մեզ հայերիս, ես ոնց որ իրենց հայ կարատեիստներից մեկը, հա, ու շատ բան ենք նաև մենք տալիս իրենց, որովհետև որակը կտրուկ աճել է, մանավանդ վերջի տարիներին, երբ որ ավելի շատ մեր ճանապարհները հարթ եղավ դեպի դուրս, շատ սեմինարների գնացինք, հնարավորությունները մի քիչ մեծացավ, շատ վարպետների հրավիրեցինք այստեղ, փորձը մեծացավ ու շատ ժամանակ նույնիսկ կարելի ասել, որ չենք էլ զիջում որոշ դեպքերում, որ հենց մրցումների ժամանակ բացարձակ չենք էլ զիջում ճապոնացիներին։ Համենայնդեպս վերջի տարիներին լուրջ տենդենց կա, որ ճապոնացիները մի ժամանակ միայն առաջի տեղերով ճապոնացիներն էին, հիմա այդ տենդենսը նվազել է իրանց համար, այլ ազգերը արդեն երակաշռում են։ Այսպես որ ճապոնացիք ժամանակի մեքենաշինության մեջ անցան Ամերիկային, նենց էլ մենք իրաց մի օր անցնելու ենք, իսկ անցնենք գովազդի։ Այս բան կարճատև գովազդ, որից հետո գտնենք արդեն կարատեի համար հենց մեր տաղավարում։ Ընդմիջում է, ինչ եք ուտելու։ Ես խորոված եմ ուզում։ Ես այնքան սոված եմ, որ մի ամբողջ հավի գրիլ կուտեի։ Ես գրիլ իշխան կուտեի։ Հավիդոշ գրիլի մեջ։ Ես խորովածով բրդուճ։ Գրիլ Էքսպրեսը հնարավորություն է ընձեռում նաև պատվիրել գրիլներ արտերկրից Հայաստան։ Դուք աշխատեք, իսկ մենք կրակենք համեղ ընդմիջում ձեզ համար։ Ինչ կտամ։
Սիրելիներ, խոսում ենք JK Armenia ասոցիացիայի գլխավոր մարզիչ Սևակ Հակոբյանի եւ կարատեիստ Էլիզաբեթ Հարությունյանի հետ շարունակենք մեր զրույցը։ JK ինչ է նշանակում։ JKA Japan Karate Association, Ճապոնական կարատեի ասոցիացիա, մեր ֆեդերացիան 2012 թվականից անդամակցում է իրենց։ Ճապոնական կարատեի ասոցիացիան կարատեի մայր բուհը, այսպես ասած։ Ձեզ մոտ կան, ասենք, մեկ շաբաթանոց դասընթացներ, օրինակ սիրողական, ես եմ ու ցանկանում մի քանի հնարքներ սովորեմ։ Իհարկե, ցանկացած անկախ տարիքային սեռային սահմանափակումից, երբ որ դիմում են մեզ, հա, մեր առաջին հարցը, թե ինչի համար եք դիմում, ինչ է ձեզ պետք։ Միգուցե ձեզ այնպես բան է պետք, որ մենք չենք կարող։ Ավելի լավ է դուք ենթադրենք յոգայի գնաք, օրինակի համար։ Եթե հասկացանք, որ կարող ենք ձեզ տալ, եթե պարզ եղավ, սալսա երևի մենք պիտի գանք։ Եթե հասկացանք, որ կարանք ձեզ տանք այն ինչ որ ձեզ իրականում պետք է, 4 դասընթաց, 5 դասընթաց, 6 Հիմնականում փոքրիկները հենց ֆիլմերից են դիտում եւ ցանկություն են հայտնում, որպեսզի գան կարատեի։ Մի փոքր քիչ առասպելական բան կա, Ջեկի Չան բան, ասենք իրականում հո այդպես չի, չէ՞։ Իրականում այդպես չի, բնականաբար, այդ ամեն ինչը ֆիլմ է։ Ասենք մի օկով բազում հնարքներով, կասկադիորական երևույթներով, մի խոսքով 1000 դուբլով։ Հա, չէ, երեխաները հիմա ճիշտ ասած այդ մի ժամանակ էր, որ ֆիլմերն էին իրանց ոգևորում, անկեղծ ասած հիմա այդ ոգևորության տենդենսը լուրջ նվազել է, որովհետև գոյություն ինտերնետ, գոյություն ունի, չգիտեմ, դարը զարգացել է, երեխաներին ավելի շատ հետաքրքրում է տունը նստել կոմպյուտերային խաղեր խաղալ, այդ տենդենսը նվազել է։ Օրական քանի ժամ պետք է, ասենք, պարապել, որպեսզի համարես, որ դու կարատեով ես զբաղվում, հա։ Կամ հաջողության հասնես։ Հաջողության հասնելը մի քիչ կարատեի դեպքում ասենք անիմաստ է ասել։ Գիտեք, ես այսպես մի բան ասեմ, ինչ վերաբերում է թե օրական քանի ժամ պիտի պարապենք, Սենսեյ Կազեն ճապոնական հին վարպետներից է, կարատեի հիմնադիրի աշակերտներից է, Աստված հոգին լուսավոր, իրան որ հարցնում էին ինչքան պիտի պարապես, ասում էր մաքսիմում։ Միշտ մաքսիմում լուրջ հաջողությունների հասնելու համար։ Իսկ ինչը վերաբերվում է կոնկրետ անհատական, հա, այդ շատ անհատական է, էլի, ինքնազգացողության համար։ Եվ ձեր ինքնազգացողությունից մաքսիմում որ ասում եք տարիքային սահմանափակում չկա, դե հիմա ինչ ուզում եք ինձ համոզեք, որ 50 տարեկանում կարելի է գալ, ասենք, պարապել եւ սև գոտի ունենալ։ Կամ տղաների աղջիկների ծանրաբեռնվածությունը արդյոք նույնն է։ Հա, չէ, նույնը չի։ Շատ անհատական է այդ, ամեն մարդու ֆիզիկական վիճակը ինչքան իրան թույլ տա։ Ենթադրենք ձեր մաքսիմումը կարող լինի կես ժամ, օրինակի համար, իմը լինի 20 րոպե։ Շատ անհատական է, առանձնահատուկ է մարմնին, բայց տաղանդ է պետք հաջողության հասնելու համար։ Այսինքն տեղել է պետք տաղանդ։ Միանշանակ, որովհետև մարզիկներ կան, որ շատ քրտնաջան աշխատում են, օրը 4 ժամ, 5 ժամ, բայց մի ուրիշը, որ օրը 2 ժամ է պարապում, մի խոսքով տաղանդ է պետք ամեն ինչի համար։ Եթե կա մի փոքր պոտենցիալ, դա կարելի է զարգացնել։ Լավ, ես տաղանդվարում արդեն տեսնում եմ տաղանդավոր բալիկների, եթե թույլ կտաք, իհարկե կարող ենք արդեն հրավիրել նրանց եւ տեսնել թե ինչ հնարքներ կարող են ներկայացնել նրանք մեզ։ Քանի տարեկան են, խնդրում ասել ձեզ փոքր Գևորը եւ Մայքը մեր աշակերտներն են։ Մայքը մեր Կոթայքի դպրոցն է ներկայացնում, Սենսեյ Տիգրանիսյանն է։ Կարող ենք հրավիրել առաջ։ Մի քիչ առաջ եկեք երեխեք։ Մի քիչ եկեք ես կողմ։ Համեցեք բալիկներ։ Ինչ կներկայացնեն նրանք մեզ։ Կոմիտեք, փորձեն կռվել, հնարքներ ցույց տալ, իհարկե դրանք դեռ չոչ են անում, այսպես ասած, բայց առաջին քայլն են։ Ոս։ Խնդրեմ։ Չու՞մ է։ Yame, stop. Ոս։ Նստեք, քանի դեռ իրար չեք վնասել։ Շնորհակալություն։ Հետո ասում եք չեն խփում, պաշտպանվում են, ով է առաջինը խփող, ով է մեղավոր է դեպքում։ Այս դեպքում մեղավորներ չկան, քանի որ ինքը Ասում են, որ երեխաները լավ չեն աճում, պուճուր են մնում եւ այլ, կա այդպիսի բան, եթե տարիքային ասենք, որ տարիքից է կարելի, որպեսզի երեխայի ոսկրային մկանային համակարգի վրա չազդի, կամ բարենպաստ։ Գիտեք, հենց առանձնահատկությունը կարատեի ինքը նաեւ առողջ գիմնաստիկա է, հա, չի կարելի ասել, որ 3 տարեկան երեխային դա չի կարելի։ Չէ, 3 տարեկան երեխան կլանում է այնքան, ինչքան որ ինքը կարողանում է։ Իր գիմնաստիկան, իր մկաններն է աշխատում, իր ոսկրային համակարգն է աշխատում։ Ծանրաբեռնվածություն չկա։ Իսկ երբ որ արդեն մեծանում են եւ ավելի դեպի պրոֆեսիոնալիզմ են գնում, արդեն գրաֆիկով ծանրաբեռնվածություն է ստանում։ Այսինքն այն միտումը, որ երեխան դեռ միջև բոյը չի աճել, բան եւ այլ հասակ դեռ չունի։ Դա նույնն է, ոնց որ ասենք այդ երեխային չի կարելի վազել կամ քայլել։
Ուղիղ համեմատական։ Շատ լավ, շնորհակալություն ենք հայտնում ձեզ, հաջորդ անգամ սպասում ենք ել ավելի շատ մեդալներով եւ նվաճումներով, հաջողություն ենք մաղթում ձեզ, իսկ այս պահին եւ իհարկե հիշեցնում, որ մեր հյուրն JKA կա Արմենիա ասոցիացիայի գլխավոր մարզիչ Սևակ Հակոբյանը եւ կարատեիստ Էլիզաբեթ Հարությունյանը։ Եվ նաեւ մաղթում ենք երկու փոքրիկները։ Ցանկանում ենք, որ մեր պաշտպանության նախարարությունն էլ մի քիչ ավելի սերտ համագործակցի մեր կարատեիստերի հետ, որովհետեւ այս երեխեքը կարող են մեզ ավելի շատ պաշտպանել, քան թե պաշտպանում են։ Եվ դա որ ամրապնդում է իհարկե բարոյական կողմն է, որը որ շատ ավելի կարևոր է բանակում, քան թե ֆիզիկական ուժը։ Այո, թեման շարունակում է մեր տեսանյութը, շնորհակալություն, որ մեր հյուրն եք։ Որպեսի պատկերացնեք, թե ինչ է սև գոտին կարատեիստի համար, իմացեք, որ դեպի սև ընկած ճանապարհը կարատեում սկսվում է սպիտակից, սա քրտնաջան աշխատանք է անսպառ հոգնության ու վարպետացնող վնասվածքների հաշվին։ Լինելով փողոցում չարաճճի երեխա, վերել են կարատեի եւ փառք Աստծո, իմ ճանապարհը լրիվ գնաց այլ ճանապարհով եւ ես հասա իմ բաղձալի երազանքին, նպատակին։ Սև գոտի։ Պարապել եմ 3 տարեկանից, երբ որ առաջին անգամ դահլիճ եմ մտել, ինձ համար ամեն ինչ շատ հետաքրքիր էր։ Բրուս Լի ֆիլմերից նայեցի, այդպիսի բաներ արեց, մեջս տպավորվեց եւ ես ուզեցի գալ կարատե։ Կարատե, այսինքն դատարկ ձեռքի ճանապարհ, որտեղ մտքի ուժը հավասարապես կարևոր է բասկի ուժից։ Կարատեի շուրջ 70 տեսակ կա, որոնցից յուրաքանչյուրում պահպանվում է այս ոսկե կանոնը, իսկ ամենագլխավորը սկսվում է ճիշտ շնչել սովորելուց։ Ռունգերով շնչելու ժամանակ հարվածը ուժեղանում է ավելի, այսպես։ Շատ նուրբ ես աշխատում, լավ։ Ցանկերի մեջ Բոլոր կարատեների հիմքը եկած Ճապոնիայից եղել է բուդդիզմ, կոնֆուցիզմ, նեոկոնֆուցիականներ, իսկ կոնկրետ մեր ոճը կիդոյու կարատեն, որը թարգմանաբար նշանակում է էներգետիկ հոսքերի կառավարման ճիշտ ճանապարհ, հիմքը աշխարհընկալումը եւ փիլիսոփայությունը մարզիկին հասցնել է հոգու եւ մարմնի համակերպության բարձրագույն աստիճանի։ Այսպիսի դիմախաղով եւ նմանատիպ ձայներ արձակելով կարատեիստին կարելի է տեսնել միայն մարզման ժամանակ։ Մենամարտի ժամանակ մարզիկներին արգելված է կյայով հարված, այսինքն ձայնային կոնցեպցիայով հարված կատարել, ձայնային հարվածի ժամանակ գերբնական ուժը այնքան է բարձրանում, որ կարող է ջարդել, վնասել։ Կարատե կարելի է կիրառել միայն այն ժամանակ, երբ որ վտանգ է սպառնում քեզ, քո ընտանիքին կամ քո երկրին։ Նախ կարատեն մարդուն լավ մարդ է սարքում։ Կարատեի մարզիկը թշնամի չունի, եթե ինքը կարողանա հաղթի ինքը իրեն, կհաղթի մյուսներին։ Մենք մարզիկների մեջ սերմանում ենք բարություն, բարեսրտություն, ներողամտություն, որպեսզի նրանք կարողանան ճիշտ իրենց ուժերը կառավարեն, չնեղացնեն, փողոցում կռիվ չանեն։ Կարատեի մեջ զենք չկա, ես իմ իսկական ուժով պետք է հաղթեմ։ Շարունակել եմ կարատեի գծով, մարզիչ եմ դառնալու։ Ահա այսպիսի բաներ, իսկ հիմա ասենք գովազդի։ Կարճատև գովազդի։ Սիլերսայտողներ եւ հիշեցնում մեր հաղորդման հովանավորները։ Ժամանակն է հիշել մեր գործընկերներին, գնացինք։ Այո, մեր հովանավորն է Դելտա կլինիկ բժշկական կենտրոնը, որտեղ կարող եք կատարել բոլոր օրգան համակարգերի համակարգչային ստուգում, 4D սոնոգրաֆիա, սրտի էխոկարդիոգրամա, վահանաձև գեղձի հետազոտություն, ամենամատչելի գներով ուշադրություն։ Շարունակվում է Դելտա կլինիկի անվճար ակցիաները, ճիճվակրության եւ ողնաշարի անվճար հետազոտություն առանց տարիքային սահմանափակման։ Ոչ թե ուշադրություն, այլ ուշադրություն, եթե առաջ միայն փոքրիկներն էին ստուգվում, ապա հիմա մեծերը կարող են գնալ եւ ստուգվել, արդյոք ճիճ
ունեն, թե ոչ։ Ինչպես նաև դենսիտոմետրիա ոսկրերի խտության ստուգում կրկին առանց տարիքային սահմանափակման։ Եվս մեկ ուշադրություն, որովհետև 35-ից 40-ից հետո բոլորի ոսկորները մի փոքր փխրուն են ավելի դառնում հոգու պես, գնացեք ստուգեք։ Զանգահարեք, նախորոք հերթագրվեք եւ իհարկե բուժվեք հեռախոսահամարն է։ Ուշադրություն, 500-560 զանգահարեք եւ ստուգվեք։ Այո, մեր հաղորդման մյուս հովանավորն է BHS անգլիական հագուստի եւ տան պարագաների խանութը, որտեղ առաջին ապրանքը կարող է գնել 13% զեղչով, իսկ երկրորդը գնելու դեպքում նվազագույնը 53% զեղչով։ Այցելեք BHS Հանրապետության 61 եւ կհամոզվեք ինքներդ ամառը նոր զգեստապահարով եւ նոր զգացողություններով։ Աղջիկների աչքը լույս լինի, գնացեք, գեղեցկացեք, որպեսզի մենք դες ավելի շատ սիրենք։ Հեռախոսահամար չունենք, բայց Հանրապետության 61 այդքան էլ բոլ։ Այո, այս պայն կարող ենք դիտել արդեն օրվա դեղատոմս Edge ժողովրդական խորհուրդներով։ Գնացինք։ Ամուր, պինդ եւ հարթ եղունգներ, սա թերևս յուրաքանչյուր կնոջ երազանքն է, ինչպես ունենալ այդպիսիք, բարձենք Մարիամ Վահանյանի հետ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ամուր եղունգներ ունենալու ժողովրդական գաղտնիքներ մեզ փոխանցեք Տիկին Վահանյան։ Իհարկե, եթե կա խնդիր, եղունգները շուտ կորկորվում են, բարակում, ապա կա ներքին խնդիր, օրգանների հիվանդություն, անպայման դիմել բժշկի, որովհետև այնտեղ վիտամինային խնդիր է, ուրեմն A վիտամինն է պակաս, D վիտամին, Ե-ն պետք է անպայման բժշկի խորհրդով, ցուցումով, վիտամինների քանակություն, իհարկե գեղեցիկ եղունգ ունենալը շատ գեղեցիկ է, որովհետև ձեռքերն է, որ գեղեցկացնում է եղունգները, որոշ մարդկանց մոտ եղունգների վրա կա սպիտակ կետիկներ, իհարկե դա վտանգավոր չէ, որովհետև այդ սպիտակ կետիկները անվնաս են նրանով, որ ուղղակի դա օդ է անցել, բայց եթե եղունգները բարակել են, եթե արդեն շերտավորվում են, ապա ժողովրդական բժշկությունը խորհուրդ է տալիս ուղղակի վերցնել մեղրամոմ, դնել տաք գոլորշու վրա եւ այդ գոլորշու վրա պահել եղունգները։ Կամ կարող են ուղղակի մեղրամոմը հալեցնել գոլ վիճակով, մի քիչ դեպի տաքին գնացող եղունգները ամբողջ ուղին մտցնել մեջը, պահել մոտավորապես 15-20 րոպե։ Շատ լավ օգնում է եւ կարգավորում։ Եթե խնդիր կա, ապա անպայման եղունգները դնել գոլ աղաջրի մեջ, դեպի տակ գնացող, որ կարողանանք դիմանալ, ամեն օրը 20 րոպե կատարելուց հետո այս պրոցեդուրան, մենք ունենանք հրաշալի եղունգներ։ Կամ շատ լավ օգնում է նաև, եթե դնենք յոդի բաղադրության մեջ, ինչպես մի քանի կաթիլ յոդ, 70% սպիրտ, գինու սպիրտ եւ միաժամանակ գլիցերին։ Նույնպես գոլ վիճակով մենք մտցնում ենք եղունգները այդ բաղադրության մեջ, ունենում ենք հրաշալի եղունգներ։ Իսկ կան մթերքներ, որ հատկապես անհրաժեշտ են եղունգների շերտավորման ժամանակ հաճախակի ներառել սննդակարգում։ Ուրեմն, եթե պակաս է ան, դեն, են, ապա անհրաժեշտ է ուտել կարակ, անհրաժեշտ է ուտել ջրեր, անհրաժեշտ է ուտել ձվի կեղևն է շատ լավ։ Լյարդ, միս։ Այո, լյարդ, միսը, այն ամենը, ինչ որ պարունակում է այդ վիտամինները եւ մենք ունենանք հրաշալի եւ օրգանիզմ, իսկ եթե խնդիրը օրգանիզմում լուծում ենք, ապա ինստինկտյան մենք ունենում ենք առողջ եղունգներ։ Օգտագործեք այն, ինչ որ եւ պետք է օգտագործել, ես ուզում եմ ասել, մեր թարմ մրգերը եւ բանջարեղենը եւ բոլոր մեր վիտամինային համակարգը մենք ապահովում ենք, իսկ միաժամանակ նաեւ ապահովում ենք մեր եղունգները։ Եվ բացի այդ, ես ուզում եմ մեր բոլոր տանտիկիներին կոչանել, եթե մենք օգտագործում ենք լիմոնը, իսկ մնում է վերջում լիմոնի կեղևը, ինչ խոսք, մենք եղունգները մտցնում ենք լիմոնի մեջ, կամ լիմոնի կեղևի որոշ ժամանակ անց մենք մերսում ենք, ապա եւ մենք չենք ունենում եղունգի կողքերը ավելորդ միսիկները, եւ չենք ունենում չոր մսերը, եւ ունենում ենք առողջ եղունգ, եւ ունենում ենք վիտամին C, եւ ունենում ենք գեղեցիկ եւ չծերացող եղունգներ եւ ձեռքեր։ Իսկ ինչքանով է նպատակահարմար ու արդյունավետ մեր տատիկների կիրառած մեթոդը հինան, որ ձեռքերը դնում են։ Դուք ուզում եք հինայի մասին, իհարկե հինան ոչ միայն ձեռքերին, հինան նաեւ օգտակար է գլխին, հինան օգտակար է նաեւ մարմնին, մաշկին,
Կարելի է հինան օգտագործել, անգույն հինաներ կան հիմա, որ գրեթե չի գունավորում, ուղղակի պետք է սմետանայի թթվասերի մածոցիկության մենք հինայի վրա լցնենք տաք գոլ ջուր, դարձնենք միասեռ մասը եւ ձեռքերը մտցնել կամ ուղղակի քսել ձեռքերին եւ մենք ունենում ենք այնպես հրաշալի մարմին, մաշկ եւ եղունգներ։ Շնորհակալություն, պահպանեք ձեր գեղեցկությունն ու առողջությունը նաեւ մեր խորհուրդներին հետևելով։ Իսկ մենք ի դեպ հասանելի ենք նաեւ on-line տիրույթում Facebook-ում եւ Շանթի պաշտոնական կայքեջում։ Վաղը հուլիսի 4-ին Մհեր Մկրտչյանի 85-ամյակն էլ էր անում։ Այո, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, իհարկե կինոյի եւ թատրոնի մեծ բոլորի կողմից շատ սիրված Մհեր Մկրտչյանի ծնունդը կլրանա վաղ հուլիսի 4-ին, այս պահին կարող ենք դիտել տեսանյութ, որը հենց պատմում է Մհեր Մկրտչյանի մասին։ Եվ ինչպես ասում էր Մհեր Մկրտչյանը, շատերը կարող էին հումոր չունենալ, բայց դա եւս հումորի նյութ է, դիտենք։ 1776 թվականի հուլիսի 4-ին ծնվեց ԱՄՆ-ի անկախության հռչակագիրը։ 1865 թվականի նույն օրը լույս տեսավ Ալիսան հրաշքների աշխարհում, իսկ 1930 թվականին, բայց արդեն Հայաստանում, ծնվեց 20-րդ դարի մեծագույն արտիստը Ֆրունզիկ Մկրտչյանը, որ հետո պիտի դառնար Մհեր Մկրտչյան, եւ ում շնորհիվ Հայաստանը հետագայում պիտի ճանաչեին նաեւ Ֆրունզիկի աչքերով։ Հայրը Մշեցի, մայրը Վանեցի, ինքը Գյումրեցի, առաջնեկն ընտանիքում, որտեղ ծայրը ծայրին հազիվ էին հասցնում։ Ծնողները մեծացել էին մանկատանը, բայց կյանքում հակապատկեր էին։ Հայրը կոպիտ էր, անգամ ծեծում էր երեխաներին, դեմ էր դերասանությանը, իսկ որդուն տեսնում էր նկարչի դերում եւ ստիպում ժամերով պարապել։ Ու չնայած մայրը անընդհատ պաշտպանում էր որդուն, բայց նա էլ չէր կարող պատկերացնել, որ իր ինքնամփոփ չխոսկան ու միայնություն սիրող տղան մի օր դառնալու է։ Ամեն ինչ սկսվեց, երբ մի օր գաղտնի անդամագրվեց թատերական փոքրիկ խմբակին։ Ես մանկություն չեմ ունեցել, մանկապարտեզ չեմ տեսել, բակ չեմ տեսել, ես տեսել եմ միայն թատրոն։ Այս խմբակից հետո մոռացավ անգամ իր մեծ քթի ու բարդույթների մասին։ Ավելին, ինքը սկսեց հումորներ անել, սիրել իրեն ու նաև քիթը։ Իսկ հայրը բավական էր մեկ անգամ տեսնել որդու խաղը, որ հասկանար, Ֆրունզիկը դերասան չի դառնալու, նա ծնվել է դերասան։ Շատ չանցած Գյումրին արդեն գիտեր Ֆրունզիկին, հասել էր Երևանը գրավելու ժամանակը, ընդունվեց առանց քննությունների, միանգամից երկրորդ կուրս ու միանգամից մեծ դերեր։ Մեծ դերերին հաջորդեցին մեծ բեմերը, ֆիլմերն ու հյուրախաղերը։ Հենց հյուրախաղերից մեկի ժամանակ էլ Լիբանանում նրան կոչեցին Մհեր Արևմարդ, ու այդպես նա դարձավ նաև Մհեր Մկրտչյան։ Հետո ինչ որ հետագայում պիտի կորցներ երկու անձնագիրն էլ եւ առանց անձնագրի անգամ մեկներ ուր ցանկանար եւ երբ ցանկանար։ Սակայն որքան հարթ էր նրա ստեղծագործական կյանքը, նույնքան անհարթ էր անձնականը։ Երկու ամուսնություն, երկուսն էլ անհաջող, երկու երեխա, երկուսն էլ։ Աղջիկը մահացավ ավտովթարից, իսկ տղան ժառանգել էր հոր նկարելու շնորհքը եւ մոր հիվանդությունը, որն անբուժելի էր եւ անբուժելի դարձրեց Ֆրունզիկի ցավը։ Ունեցավ փառք, ճանաչում, բայց չունեցավ ընտանիք ու ընտանեկան ջերմություն։ Կողակիցն էլ դարձավ Օղուշիշը։ Երազանքներից կատարվեց միայն մեկը՝ թատրոնը, արտիստականը, այն էլ մեծ ջանքերի ու քաշքշուկների գնով։ Շատ դժվարությամբ եւ պետք է ասեմ շատ մեծ աշխատանք թափեց, որպեսզի ստեղծի իր թատրոնը։ Թատրոնը սկզբնական շրջանում նա անվանեց Վարդան Աճեմյանի անունով։ Դա իր երազանքն էր ստեղծել թատրոն արտիստական, որպեսզի բոլոր երիտասարդությունը բեմին մոտ լինեին, փոքրիկ բեմ, որը շատ մոտ է դահլիճին։ Հենց դա էր Մհեր Մկրտչյանի երազանքը, նպատակը, ինքը երբ որ հիմնեց թատրոնը, իր մոտ չկար, այսպես ռուսերեն բառերով ասեմ, կուլիսներ, վարագույրը եւ այլն։ Իր մոտ ուղղակի բեմ էր, ներքևում արդեն նստած հանդիսատեսը մի փոքր ներքև։ Բեմի բարձրությունն է շատ ցածր։ Վերջին ներկայացումը, վերջին դերը, Կարապի երգը, հաց թուխին կինը, իր իսկ թատրոնում։ Կլսես սերենադ է, ինչա որ մարդիկ է, մենք իրես լավ հասների երգը, շնորհակալությամբ փոխարեն մեզ համար երգել։ Սակայն երբ այլևս չկար Ֆրունզիկը, չեղավ նաև թատրոնը։ Ու ավաղ 93 թվականին մահացավ։
Իրենից հետո Էլբակյանն է այստեղ բեմադրություն արել, ապակե գազանանոց ներկայացումը, որից հետո փակվեց եւ թալանվեց թատրոնը ուղակի, մնացել էր 4 պատ, քանի որ տեր չկար, անգամ բեմահարտակն էին քանդել, վառել մարդիկ եւ մի խոսքով Այդպես մինչև 2002 թվականը, երբ որոշվեց այն վերաբացելու, վերաբացվեց 2004 թվականին Մհեր Մկրտչյան արտիստական թատրոն անվամբ։ Որտեղ էլ որ գնանք, լինի դա Հայաստանում, լինի Հայաստանից դուրս, Ռուսաստան լինի, նախկին ՍՍՀ ցանկացած հանրապետությունում, դա այնպիսի մի բրենդ է, ժամանակակից բառ եմ ասում, միգուցե տեղին չէ, բայց այդպես է։ Մհեր Մկրտչյան անունը դա այնպիսի բրենդ է, որ ուղղակի եւ պարտավորեցնող է, եւ արդեն ինքն իր մեջ որոշակի բարձր որակ է պարունակում։ Եվ քեզ ուրիշ աչքով են նայում։ Քո խոսացածին այլ կերպ են վերաբերվում։ Ֆրունզիկի հիմնած թատրոնում ամեն ինչ հիմա այլ է, բայց այլ չէ մոտեցումն ու ձեռագիրը։ Մհեր Մկրտչյանը տուն-թանգարանում է տետրակը, որտեղ նշել է, թե որ մարզերում, որ քաղաքներում, որ գյուղերում եւ չկա Հայաստանի Հանրապետությունում այդպիսի գյուղ, որտեղ ինքը ներկայացում չխաղար։ Մենք պահպանում ենք իր այդ մի գործը, մենք 2004 թվականից ամեն տարի Հայաստանի Հանրապետությունում այտենց մարզ չկա, որ մենք չգնանք ներկայացում չունենանք։ Իսկ հուլիսի 4-ին ավանդույթի համաձայն արտիստական թատրոնում բաց դռների օր է, 2 ներկայացում, 2-ն էլ անվճար։ Կարծում եմ, որ ամսի 5-ին է ստիպված ենք լինելու եւս մեկ ներկայացում ավելացնել, որտեղ մեզ մոտ դահլիճի քանակը փոքր է, 162 տեղը եւ ցանկացողները շատ ու շատ են։ Եթե հարկ լինի եւ երրորդը եւ չորրորդը կավելացնենք ներկայացումը մեր հանդիսատեսի համար։ Չէ որ Ֆրունզն էր ասում, քանի դեռ ինձ հիշում ու անունս տալիս են, ես դեռ ապրում եմ, իսկ նրան հիշելու առիթներ միշտ կգտնվեն։ Դու ես փասելով միջև բերրին եմ ասել։ Վարե, բոլորն էլ վեստել են ուզում, բոլորին է ինձ, իմը ինձ, նրան է ինձ, քոնը ինձ։ Ուրը մարդ կա, աշխարհն է, շալակած տանում։ Մարդեր կա, ելել է, շալակներ։ Իրինա Մկրտչյան, Արթուր Մկրտչյան, Առավոտը Շանթում։ Մհեր Մկրտչյան այն բացառիկ ժողովրդական արտիստներից էր, որը որ ժողովրդական էր ոչ թե նախարարության անիմաստ ինչ-որ թղթով, այլ իսկապես ժողովրդի կողմից սիրած եւ հարգված մի անձնավորություն եւ արտիստ։ Այո, նրա հիշատակը միշտ վառ կպահենք եւ նրա դերերը երբեք չեն մոռացվի, ինչպես նաեւ ֆիլմերը, կարծում եմ պետք է նաեւ մեր սերնդին, մատաղ սերնդին փոխանցեն։ Շարունակում եք յանք։ Լավ, պարզումը երկրագնդի բնակչության 60%-ը աշխատանքից կամ այլ վայրից տուն վերադառնալու ճանապարհին շոկոլադ են ուտում։ 30%-ը գերադասում է այդ քաղցրավենիքի տաք թեյի, իսկ 7%-ը սուրճի հետ վայելել։ Վիճակագրությունը փաստում է, որ շոկոլադի սալիկներ առավել հաճախ գնում են 10-ից 25 տարեկան մարդիկ։ Ամենապահանջված ըստ վաճառքի ծավալների ընկույզի սպիտակ շոկոլադն է։ Իսկ ամռան ամենապահանջված ուտելիքը դա պաղպաղակն է, այո։ Այո, հենց պաղպաղակի մասին էլ պատմում է մեր որակի հետքերով էջը դիտենք միասին։ Ամռանը երբ ուզում ենք պաշտպանվել կիզիչ արևից, առաջինը որ մտաբերում ենք զովացուցիչ ըմպելիքներն են եւ իհարկե մեր մանկության անուշեղենը պաղպաղակը։ Աշխարհում ամենահայտնի պաղպաղակային համը վանիլայինն է, իսկ ամենատարածված լրացնող նյութը շոկոլադե ջներակը։ Իդեպ վիճակագիրները փաստում են, որ աշխարհում յուրաքանչյուր 3 վայրկյանամետ վաճառվում է 1 պաղպաղակ։ Մոտ 5000 տարվա պատմություն ունեցող պաղպաղակն առաջին անգամ համտեսել են չինական տանգուի կայսր ժամանակներում։ Այդ պաղպաղակը պատրաստում էին կաթից եւ սառույցից։ Իսկ ինչից են այսօր պատրաստում պաղպաղակ, ինչպես հասկանալ որակյալ է թե ոչ, պաղպաղակով համեղ կոկտեյլ, մի խոսքով, ամեն ինչ պաղպաղակի մասին։ Պաղպաղակի ստեղծումն ունի բազմաթիվ վարկածներ։ Որոշ պատմական աղբյուրներ պնդում են, որ այն ուտում էին դեռևս Ալեքսանդր Մակեդոնացու օրոք։ Պաղպաղակի մասին հնագույն հիշատակությունները կապվում են Հռոմի կայսր Ներոնի եւ Չինաստանի միապետ Տանգուի հետ։ Վերջինիս համար պատրաստում էին կաթից ու սառույցից աղանդեր։ Իսկ Հռոմի կայսր Ներոնի համար դեռևս մեր թվարկությունից առաջ 62 թվականին պատրաստում էին սառույցից, մրգերից ու մեղրից պատրաստված անուշեղեն, որի համար ստրուկներին ուղարկում էին լեռներ,
ձյուն եւ սառույց բերելու։ 1295 թվականին հայտնի ճանապարհորդ Մարկո Պոլոն առաջինը Չինաստանից Իտալիա բերեց պաղպաղակի պատրաստման նոր բաղադրատոմսը։ Նա սառույցի ու մրգի խառնուրդին ավելացրեց ուխտի կաթ անուշեղենն ավելի յուղալի դարձնելու համար։ Այդ նորարարությունը շատ շուտ ընդունվեց Իտալիայում եւ իտալացի ազնվականները սկսեցին ճաշակել սառեցված կաթ։ 1533 թվականին Եկատերինա Մեդիչին ամուսնացավ Ֆրանսիայի թագավոր Հենրի II-ի հետ եւ դարձավ Ֆրանսիայի թագուհի։ Նա Իտալիայից իր հետ բերեց սառեցված կաթի բաղադրատոմսը։ Ֆրանսիացիները շատ սիրեցին այս նորույթը։ Ֆրանսիացի մի խոհարար բացեց խանութ, որտեղից էլ վաճառում էր այդ համեղ քաղցրավենիքը։ Նա առաջինն էր, որ սառեցված կաթին ավելացրեց շոկոլադ եւ ելակ։ Երբ Չարլզ առաջինը 1600 թվականին այցելեց Ֆրանսիա, նրան հյուրասիրեցին սառեցված այս անուշեղենը։ Չարլզ առաջինին այնքան դուր եկավ, որ թագավորը խոհարարին խնդրեց վաճառել իրեն բաղադրատոմսը։ Այսպիսով անգլիացի ազնվականները նույնպես սիրեցին այս սառը աղանդերը։ Պաղպաղակը Անգլիայից Ամերիկա հասավ 1700 թվականին։ Առաջին պաղպաղակի սրահը Ամերիկայում բացվեց 1776 թվականին։ 1843 թվականին ամերիկուհի Նենսի Ջոնսթոնը հորինեց պաղպաղակ սառեցնելու սարքը, որը հեշտացրեց պաղպաղակի պատրաստումը։ 1851 թվականին Ջակոբ Ֆուբելը ԱՄՆ-ում Բալթիմորում բացեց առաջին պաղպաղակի գործարանը։ Աշխարհում ամենից շատ պաղպաղակ սպառվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Յուրաքանչյուր ամերիկացի միջին հաշվով տարեկան ուտում է 20 կիլոգրամ պաղպաղակ։ Իդեպ ամերիկյան պաղպաղակի մոտ 60%-ը ջուր է, որակյալ պաղպաղակ գտնելու համար ամերիկացիների մեծ մասը գնում են մասնագիտացված խանութ։ Իսկ ինչ պաղպաղակ եք մենք նախընտրում, ինչպես են այն պատրաստում եւ ինչ հարցեր ունենք որակի հետ կապված, պարզենք միասին։ Պաղպաղակը արդյոք գերացնում է։ Երեխաներին կարելի է պաղպաղակ։ Անորակ պաղպաղակը որակյալից ինչով կարելի է տարբերել։ Իսկում է հակացուցված պաղպաղակը։ Պաղպաղակի վաֆլե բաժակի գյուտը վերագրվում է իտալացի էմիգրանտ ներգաղթյալ Իտալո Մարկոնիին, ով 1896 թվականին նյույորքյան հասարակության առաջարկեց առաջին վաֆլե բաժակը։ Սպառողների հարցերին պատասխանում է գաստրոենտերոլոգ Աննա Մարտիրոսյանը, բայլույս։ Բարև ձեզ։ Սիրում եք պաղպաղակ։ Հա, սիրում եմ։ Ինչ հաճախականությամբ եք ուտում։ Ես այդքան մեծ իրարներից չեմ, բայց շոկ ամիսներին կարող եմ 1 հատ օրվա ընթացքում օգտագործեմ։ Իսկ ընդհանրապես օրվա ընթացքում քանի հատ կարելի է ուտել։ Նիհարող անձերի համար իհարկե ովքեր ցանկանում են իրենց քաշը կորցնել, ցանկալի չէ շատ մեծ քանակով օրվա ընթացքում օգտագործումը, որտեղ դա բավական կալորաժով հագեցած սնունդ է իհարկե, որպես ածխաջրերով շատ հարուստ սննդամթերք ինքը դիրացնելու հատկություն ունի։ Պաղպաղակ ինչից են այն ստանում, հա, փորձենք հասկանալ, ինչ այն պարունակում առհասարակ։ Ճիշտ կազմը իր մեջ պետք է ընդգրկի բնական սննդամթերք, առաջին հերթին կաթ եւ սերուցք։ Կաթ թե խտացված կաթ։ Կարող է հավելումով լինի նաև խտացված կաթ, բայց բնական կաթի առկայությունը պարտադիր է։ Եթե ինչ-որ արհեստական ավելացումներ կան, ստաբիլիզատորներ մեջը կան, իհարկե քիմիական ավելացումներ, հատկապես համային ավելացումները, եթե դրանք բնական չեն, քիմիական ավելացումներ են, իհարկե նրանք ավելի ալերգիկ երևույթներ կարող են առաջացնել։ Ավելացնում են նաև շաքարավազ, չէ՞ բնականաբար։ Բնականաբար շաքարավազ ավելացնում են, որպեսզի քաղցրացնեն համը եւ դա էլ է պետք քաշվի առնել, եթե անձը ունի որոշակի խնդիրներ, շաքարային դիաբետի կամ որոշ խնդիրներ ունի, իհարկե նաև չի կարող օգտագործել պաղպաղակը։ Երեխաներին որ տարիքից կարելի է տալ պաղպաղակ։ 2-3 տարեկանից սկսված փոքր չափաբաժնով կարելի է տալ, որտեղ դա կաթնային սննդամթերք է, նախ ամառվա սեզոնին որպես կաթնամթերք նա կարող է շատ անգամ առաջացնել նաև ինչ-որ աղիքային ֆունկցիայի խանգարումներ եւ այլն։ Սառն է, փոքրիկ երեխաներին չեմ համարում ճիշտ, որ մինչև 2-3 տարեկան տալիս են պաղպաղակ։ Ում է հակացուցված պաղպաղակը։ Կան կոնկրետ խնդիրներ, որոնց դեպքում պետք է բացառել պաղպաղակ ուտելը։ Ասացինք, շաքարային դիաբետով հիվանդներին, քանի որ շատ ածխաջուր է պարունակում, հենց շաքար պարունակող մթերքը իհարկե նրանց հակացուցված է, որովհետև շաքարի քանակը կարող հայրան մեջ բարձրացնել։
հիվանդներին, ովքեր որ քրոնիկական ինֆեկցիաներ ունեն քիթկոկորտի հետ կապված։ Եթե աղիքային ֆունկցիայի խանգարումներ կան, փորլուծություն կա, չեմ ասում ստամոքսի հիվանդություններ սրացման ընթացքում, այսինքն գաստրոենտերոկոլիտները, ստամոքս աղիքային խանգարումները հատկապես սուր շրջանում, իհարկե դա խիստ սահմանափակում է եւ թույլ չի տրվում նման մարդկանց օգտագործել։ Քանի որ պաղպաղակ է, պարունակում է կաթ, ապա կաթի նկատմամբ անտանելիություն ունեցող անձանց մոտ առաջացնում է փորլուծություն, հատկապես երեխաների շրջանում։ Այ խոսացինք փորլուծության մասին, ասում են պաղպաղակն ուտելուց հետո, եթե ջուր ես խմում, այդ խնդիրը նորից առաջացնում։ Շատ անգամներում հատկապես երեխաների մոտ ցանկալի չէ, որ պաղպաղակից հետո ջուր օգտագործեն, շատ անգամ փորլուծություն է առաջանում։ Իսկ որպես զովանալու միջոց ինքը լավ միջոց է, դուք որպես մասնագետ ինչ եք խորհուրդ տալի։ Ամենաառաջինը, որ պաղպաղակը շատ կարևոր հակադեպրեսանտ է, սկսենք դրա մասին։ Չկա մի մարդ, որը ուտի պաղպաղակ եւ բավականություն չստանա եւ տրամադրությունը չբարձրանա։ Այո, ինչու, որովհետեւ պարունակում է տրիպտոֆան իր մեջ, այն ամինաթթուն, որից սինթեզվում է սերոտոնինը։ Սերոտոնինը գիտենք, դա երջանկության հորմոնն է։ Պատահական եկեք ընտրենք պաղպաղակ, տեսնենք ինչ բաղադրություն ունեն դրանք եւ նաեւ ժամկետը ինչքան է։ Կարծում եմ, որ պաղպաղակները այնքան շուտ են սպառվում, որ ժամկետի մեջ կլինեն իհարկե։ 6 ամիս ժամկետը։ 6 ամիսը ասեմ ձեզ, եթե մենք պահպանում ենք մինչև 30 աստիճան, մեր սառնախցիկները, սառցախցիկները այդ հնարավորությունը չունեն, դա հատուկ ռեֆրիջերատորներ են, որոնք հասցնում են այդ մինուսային աստիճանի։ Մեր սառնարաններում չէ։ Նայենք կազմը, ուրեմն պարունակում է, նայեք, նույնպես պարունակում է բուսական յուղ, անարատ չորկատ, անյուղ չորկատ, վանիլին թույլատրելի հավելում եմ, խտացված կաթ։ Ձեզ մոտ չորկաթ ինչ էր գրված։ Անյուղ չորկաթ, անյուղ, այսինքն կալորաժն ավելի քիչ։ Բուսական յուղ, այսա ես կարծում եմ, որ սա ջներակված է, եթե ես չեմ սխալվում, ջներակի կազմի մեջ է մտնում, դա այդքան ցանկալի չէ, այսինքն երեխաներին հատկապես եթե մայրիկները ընտրում են պաղպաղակ, ավելի լավ է տան առանց ջներակի եւ համային այդ գույնավոր պաղպաղակները ցանկալի չեն, որտեղ հիմնականում դրանք հատուկ նյութերով են գունավորվում, ոչ թե բնական օշարակների միջոցով են գույն ստանում։ Իսկ մրգերովը։ Մրգերովը էլի, եթե երեխան չունի ալերգիկ երևույթներ, ելակովը ամենահամեղն է, ես սիրում եմ շատ ելակով։ Էլի հաշվի առնելով անձը թե ինչպիսի խնդիրներ ունի կոնկրետ այդ մրգերի հետ, ինչու չէ կարելի է հավելել, շատ համեղ է ստացվում, որոշ խնդիրներ չի առաջացնում։ Եթերից հետո այս մառոժնիկ առնես։ Չէ, այս պահին գովազդ եմ եթերում։ 1921 թվականին Հայազգի Հարի Թոթոյանը հայտնագործեց պաղպաղակի կոմ պատրաստելու մեքենան։ Իդեպ այն ամենից շատ սիրում են մինչև 12 տարեկան երեխաներն ու 45-նանց մարդիկ։ Վստահ եմ հենց նրանց էլ հետաքրքիր է, թե ինչպես են այն պատրաստում գործարանում։ Աշխարհում երևի չկա մի մարդ, որ պաղպաղակ երբևէ կերած չլինի։ Մեծերի ու փոքրերի այս համեղ քաղցրավենիք այժմ առաջարկում ենք պարզել, թե իրականում ինչպես է պատրաստվում, իսկ այդ հարցում մեզ կօգնի պաղպաղակագործ Գայանե Սաղաթելյանը։ Բարև ձեզ։ Իր բաղադրիչներ պետք է ունենա որակյալ պաղպաղակը։ Եթե ուզում եք համտեսել բնական լավ պաղպաղակ, ապա այն պետք է լինի բնական ամեն ինչ, հիմքերով, անարատ կաթով եւ այլն։ Ճիշտ է, որ պաղպաղակի մեջ օգտագործվում է նաև կաթի փոշիկ, գուցե դա պարտադիր բաղադրիչ է նաև համարվում։ Կաթի փոշին իհարկե պարտադիր է, որպեսզի պաղպաղակի կոնսիստենցիան լինի ավելի ճիշտ։ Բայց անարատ կաթի հետ պիտի այն համապայման, իհարկե անպայման անարատ կաթի ես։ Մեր սպառողների նաև հետաքրքիր է, թե մրգային ու շոկոլադե պաղպաղակների մեջ ինչ բաղադրիչներ են օգտագործվում։ Շոկոլադե պաղպաղակի մեջ այդ բոլոր հիմնանյութերը բաղադրության մեջ ավելացնում են կակաոյի փոշի, իսկ մրգայինի մեջ օգտագործում ենք մրգային խտանյութեր։ Այժմ շուկայում կան պաղպաղակի բազում տեսակներ եւ ինձ որպես սպառող ինչ խորհուրդ կտաք, ինչպես կողմնորոշվեմ, որ պաղպաղակն է որակյալ։ Եթե շատ օդի հագեցվածություն տանք, ապա այն պարզապես կուտենք պրպրատիվ պաղպաղակ, ինչ-որ նման, իսկ եթե քիչ լինի սառցե հատիկներով, պետք է տեսնենք, որ ինքը ավելի համասեր զանգված լինի, այսպես ասած։ Եթե պաղպաղակ ուտելիս ունենում ենք բերանի խոռոչում ինչ-որ կպչուն զգացողություններ, դա արդյոք անորակ լինելու նշան է։ Ոչ, անորակ այսպես ճիշտ չի լինի ձևակերպել, պարզապես օգտագործել են փոխարինիչներ, այսպես, սննդային փոխարինիչներ։
Իհարկե դա առողջությանը վնասակար չէ, ցանկալի կլիներ, որ ավելի բնական հիմքերի վրա պատրաստվեր։ Այսօր աշխարհում գոյություն ունի ավելի քան 700 տեսակի պաղպաղակ, սակայն այդքան պաղպաղակ ձեզ կառաջարկեն միայն Վենեսուելայում։ Օրինակ, Քորոմոտո սրճարանում ձեզ կարող են առաջարկել բոլոր պաղպաղակների տեսակները։ Իդեպ ԱՄՆ-ում հուլիս ամիսը հայտարարված է պաղպաղակի ամիս։ Ինչպես խոստացել էինք հաղորդման վերջում պաղպաղակով համեղ կոկտեյլ, մեզ կոկտեյլը կօգնի պատրաստել Սերգեյ Զարգայանը, բարի առավոտ Սերգեյ, ինչ կոկտեյլ ենք պատրաստելու եւ ինչ է պետք համեղ կոկտեյլ պատրաստելու համար։ Բաժակ, ամենասկզբից։ Բաժակը կարևոր է։ Իհարկե։ Հետո պաղպաղակ, անպայման։ Իսկ տեսակը պաղպաղակի կապ ունի։ Սպիտակ, ավելի լավ։ Էսպրեսո, սուրճ։ Կարամելի սիրոպ։ Կաթ, անպայման պարմավար։ Եվ սլիվքի, փրփուր։ Մի քիչ զարդարենք։ Մեր կոկտեյլը պատրաստ է, խնդրեմ։ Մերսի։ Պաղպաղակը շարունակում է պայքարել Գինեսի ռեկորդների գրքում հայտնվելու համար։ Օրինակ, ամենամեծ պաղպաղակե ձնե մարդը պատրաստել են Ռուսաստանում։ Նրա հասակը 2 մետր է, քաշը 300 գրամ։ Աշխարհի ամենամեծ պաղպաղակը պատրաստվել է 1988 թվականին, որի զանգվածը հասնում էր մոտավորապես 24 տոննայի։ Իսկ 2011 թվականին Կանադայում գտնվող Dairy Queen սրճարանը ցուցադրեց աշխարհի ամենամեծ տորտ պաղպաղակը։ Դրա պատրաստման համար պահանջվել է 9 տոննա պաղպաղակ, 365 կիլոգրամ սառույց, 91 կիլոգրամ բիսկվիտի խմոր եւ 136 կիլոգրամ շոկոլադ։ Այսօր այսքանը, եթե չեք հասցրել դիտել մեր հաղորդումներն, ապա փնտրեք մեր շանթի պաշտոնական կայքեջում եւ գրեք ձեր առաջարկությունները մեր Facebook-յան էջին։ Այսօրվա մանրացկանն ենք պատրաստել, ձեզ հաճելի օր ենք մաղթում, ցտեսություն սիրելի հեռուստատեղներ։ Հաբուրում եմ բոլորդ անպայման կհանդիպենք սիրելիներս։